հաճախ կարողանամ այս ֆորմատով հանդես գամ, չնայած առաջի անգամ եմ հանդես գալիս ու հենց կոմոդ դուի անցնենք, էլի Արսեն ջան։ Ու կներես որ առաջ եկել ես, չէի հարմարցնել որ հանդիպենք, բայց ստացվեց ի վերջո։ Ես զորբա եմ, Ռուբեն ջան, իմանալով եք քո լեննագանցի թասբով տեսակը, դրա համար զորբայի պես ես իմից ասա դու էր չմերժեցի, շնորհակալություն։ Մենք արտարության կողմն ենք, մենք ուզում ենք, որ եթե մարդը ինչ-որ սկզբունքայինորեն ինչ-որ գործ է սկսում, մանավանդ եթե ինք այդ ասպարեզում չի եղել, գոնե մինիմում, եթե չենք օգնում, գոնե չվնասենք։ Մեր սկզբունքը դա է։ Մենակ նորից եմ ասում, անգամ դաժե ԿՊ-ին հրավիրեցի ու ես սկզբունքայինորեն մարդ լինելով, ասի որ կապահովեմ ամբողջովին, որպեսզի եթերը մինչև վերջ լավ գնա։ Ռուբեն ջան, քո թույլտվությամբ ձևաչափը մի քիչ ասեմ ինչու մասին է։ Մենք բոլոր տեխնազուներին, մենք ի սկզբանե կանչում ենք քաղաքական գործիչներին, ովքեր ունեն կուսակցություն Հայաստանի մասշտաբով, որովհետեւ մեր համար 26-ից առաջ կարողանանք ինչ-որ չափով պրիզմայով նայենք մարդկանց, իրականում իրանք ունեն այդ ինտելեկտը, իրականում այդ հարցերին տիրապետում են, թե ուղղակի սորված, վարժեցրած պատասխաններ են տալիս ու անում ենք ու լավ աշխատում ասեմ, ժողովուրդը շատ գոհ է։ Հիմա Լեննագանի, քանի որ ես Լեննագանի մեր Գյումրու ընտրությունները համարում եմ ոչ միայն քաղաքային ընտրություններ, եթե մենակ քաղաքայինն էր, ինձ 1000 անգամ կներեք, երևի թե SS-կան բան չան է, էլի, զուտ քաղաքայինով։ Ես գիտեմ, որ Լեննագանից ամեն ինչ սկսվելու է, ծաղկուն կա ապրելու իմ երկիրը, նորից վերագտնելու իր հայի տեսակը, իր Սասունցի Դավիթ տեսակը, դրա համար ամբողջովին լսվել ենք մենք աշխատանքների մեջ եւ շնորհակալություն նորից որ համաձայնվեցիք գաք, ձեր թիմն էլ երեք ես տեսա, բավականին մեծ թիմ ունեք, լավ ուսումնասիրեցի պրոֆեսիոնալ մարդկանց թիմ ունեք, կարտացի մարդկանց անունները եւ Google Form-ը չի ասում ռուսը, ընկա սկսեցի մի հատ բան մանգամ որ այսօր հարց տամ, դա իմ գործս։ Հիմա Ռուբեն ջան, մեր ձևաչափը հետեւյալն է, սկզբից մի 3 հարց ես եմ տալիս հարցերին պատասխանելուց հետո սկիզբը պատասխան մարդիկ 1-2 հոգի բարձրանում են դեմքերը բացում են ու հենց հերթականությամբ մարդիկ ովքեր կարողանում են դեմքերը բացեն կբարձրանան 2 ժամ կդրվածքով հարցը եւ պատասխան որովհետեւ ավելի լավ ճանաչենք Ռուբեն Մխիթարյանին որպես քաղաքապետի տեխնազու որպես հայ Ռուբեն Մխիթարյանին մենք լավ գիտենք անգամ կարող ասենք Չերեշտու շատ լավ գիտենք էլի այդ կարգի։ Դրա համար ուզում ենք մեր համար հասկանանք քաղաքական գործիչ նոր քայլեր անող Ռուբեն Մխիթարյանը կարողանում է այդ քայլերն անել թե չէ։ Եվ ձեր թույլտվությամբ ես սկսեմ իմ հարցերս։ Ասեմ որ ես իշքան մարդուն շատ եմ հարգում, այնքան սուր եմ տալիս հարցերը։ Դրա համար մի անգամից սկսեմ ամենասուր հարցից ու ամենաշարժված հարցից Ռուբեն ջան Խի Սերժը քեզի հովանավորեց որ դու գաս քաղաքապետի տեխնազու դառնաս կոնկրետ փաստեր կան Արսեն լավ չի լսում կոնկրետ փաստեր կան որ Սերժը ինձ հովանավորել է չէ տեսեք ես քանի որ գիտեմ ինչ ազնվորության հետ եմ խոսում ես փորձեմ այսօր Լեննագանսկի sense ոնց որ երկու ընկերոջ խոսակցություն տանենք քանի որ սա ուզում եմ պիդագավորեն Ռուբեն Մխիթարյանին Սերժի մարտը լինելու մեջ հասկանալով մի բան եմ ես բանում այդերից եմ բռնել որ ընկերդ իրա փեսենա դու էլ չես հրաժարվել որը ես ողջունել եմ առաջին օրվանից միանգամից ասեմ հա այսինքն ես Լեննագանի թաղերում մեծացած տղա եմ ես Լեննագանի 3 լավագույն մայլեկում մեծացած լավագույն մայլեկից այսպես հա մեծացած տղա եմ տեքստիլ թաղամասում թուրքի մայլում ու պոլիգոններում ու այդ թաղերում ինձ սովորեցրել են որ ընկերոջից հրաժարվողը ինչ որ մի բանի տղա է հիմա իմ ընկերոջից ես երբեք չեմ հրաժարվի անկախ նրանից թե իր մասին ով ինչ պատկերացումներ կամ ինչ կարծիք ունի ես իր այդ ընկերությունը մեր երբ եղել է դեսպան ես իր այդ ընկերություն եմ անում երբ որ ինքը հիմա սովորական արտագաղթած հայ է հետախուզման մեջ ըստ այդմ Եթե վաղնել ինքը դատապարտվի ու հայտնվի ճաղերի հետևում, ինքը շարունակելու է մնալ իմ ընկերը։ Ես իմ ընկերներից երբեք չեմ հրաժարվել, ես իմ ընկերությունից երբեք ված չեմ զգացել, երբեք ընկերություն չեմ անում ուրիշին դուր գալու համար։ Ընկերությունը դա շատ անձնական բան է ու Գյումրիի բոլոր տղամարդիկ շատ լավ գիտեն,
ընկերության հիմնել, արժեքնել ու ես մի անգամ ասել եմ, եւս մեկ անգամ չեմ զլանա կրկնելու։ Իմ համար 5 արժեք գոյություն ունի։ Դա պետությունն է, եկեղեցին է, բանակն է, ընտանիքն է ու ընկերությունը։ Այս մատերից որն է դու կտրես քո օրգանիզմին ցավտը։ Ըստ այդմ իմ ընկերները դա իմ ընկերներն են, ում դուրը գալիս է, ում դուրը չի գալիս, ես ընկերություն չեմ անում, ինչ որ մեկին դուր տալ կամ չգալու համար, թող ներող լինի։ Կարանք հիմա մի հատ եզրակացություն անենք, որ սա ուղղակի մեր բարբարով ասած, մեր լեզվով, մենք չենք ուզում ստեղ շատ կուլտուրական լինենք, դիշովի սարկած մի հատ բան է, որ միշտ ինչ որ մեկը եթե կա ռեյտինգով ինչ որ առաջ իրանց վտանգ բանկյանի, միանգամից կապում են ինչ որ մարդկանց հետ, ովքեր որ ժամանակին ասենք ոչ այդքան շատ ընկալելի են եղել հասարակության համար։ Դե Արսեն ջան, ես այսպես եմ համարում։ Հայաստանի Հանրապետությունում, եթե մարդը իր գործի պրոֆեսիոնալն է, 30 տարվա ընթացքում անհնար է, որ այդ պրոֆեսիոնալի կարիքը 3 նախագահները կամ 15 վարչապետերը, հա, այդ մարդու կարիքը ունեցած չլինեն։ Պատկերացնում ես ինչքան հիմար երկրի ղեկավար պիտի լինի, որ իմանա X թվում մի հատ լավ մասնագետ կա, թեկուզ այդ մասնագետը իր քաղաքական հայացքները չկիսի։ Ու չգնա այդ մասնագետին կբերի, որ իր պետության համար X աշխատանք անի։ Հիմա ես միշտ օրինակը բերում եմ հետևյալի վրա, պատկերացրեք։ Միշտ պետք է անձնական օրինակ բերես, էլի Արսեն ջան։ Հիմա հերի տնից տեղից, եթե մարդու ծնողը գլխում, հա, ինսուլտ է ստանում, ու իրեն պետք է տանել շտապ վիրահատել։ Ինքն էլ ռադիկալ իշխանական է, հա, այս պայի դրությամբ իշխանական է։ Հիմա այդ մարդը որ վիրահատությունը ում կվստահի 55 տարվա վիրաբուժական պրակտիկա ունեցող մոտ 2000 մարդու վիրահատած, որոնց 99%-ը բարեհաջող ավարտ է ունեցել։ Բժիշկի մոտ, որը հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, ու նախկինում է 2 անգամ կոռուպցիայի մեջ է նկատվել, թե կվստահի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ 3 չէ առաջի օրը ինստիտուտը ավարտած 4 վիրահատություն արած, որից 3-ը մայ են բերել։ Ում կվստահի իր հարազատի վիրահատությունը։ Միշտ պատասխանը լինում է, որ ամենափորձառուին։ Ըստ այդմ ինչի է, երբ որ հարցը վերաբերվում է քո հարազատին, դու չես նայում կուսակցական պատկանելիությունը, ասում ես փորձառու վստահել, իսկ պետությանը վերաբերվելուց դու ասում ես, չէ, փորձառությունը կապ չունի, կարևորը լինի ոչ նախկին, ոչ կամ այդ նախկինը նայ։ Արի մի հատ ճիշտ հասկանանք։ Անդրանիկ Քոչարյան անձնավորությունը, որին Գյումրիում շատ լավ ճանաչում են, Հրեշ Անդոյին։ Ինքը ավոր նոր քաղաքական գործիչ է, իրանից նախկին գոյություն չունի։ 94-ից 96 թվականներին Գյումրիում լեգենդներ են պտտվում իր մասին, թե ինչ էին կարել Գյումրիում 94-ից 96 թվականներին։ Ըստ այդմ խոսել նոր քաղաքական գործիչների կամ նոր քաղաքական գծի մասին եւ չնկատելով այն մարդկանց քանակությունը, ովքեր այսօր կանգնած են քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդի կողքը, նու նվազագույնը արտաշ չէ, ազնիվ չէ։ Շատ հանգամանալից պատասխաներ, շնորհակալություն, բայց ես Արսենը չեմ լնի, եթե պրովոկացիոն հարցեր չտամ, այդ ձև չի, այդ իմ կրեդոն է։ Ռուբեն ջան, այ կասես, որ դու նոր քաղաքական գործիչ որպես, եթե վաղը քաղաքապետ լինես կամ ավելին գնաս ավել, դեպուտատ լինես, այնտեղ լավ պաշտոններ զբաղեցնես, ինչ լավ բաներ կարաս ասես, որ դու հներից կվերցնեիր քո գործիքակազմի մեջ եւ ինչ լավ բաներ կվերցնեիր ներկայիս իշխանությունների միջից, հասկանալով անգամ, որ շատ երկար պիտի մտածես, թե ինչը կարելի է սրանց մեջ բանկալ գտնել, բայց ես կուզենամ, որ դու որպես լավ հայ լինելով քո միջի այդ սպիտակը մենք բացահայտենք այսօր, որ դու ունեցա, որ կարաս գտնես, եթե պետք լինի։ Նայ, նախկին իշխանությունների հետ ես առնչություն եմ ունեցել այնքանով որքանով ես միշտ մասնավոր համակարգում եմ աշխատել, կյանքում 1 րոպե պետական հիմնարկությունում չեմ աշխատել, երբևիցե չեմ մասնակցել պետական տենդերների, ես հատուկ նշում եմ, էլի, ունենալով օրինակ տվյալ անձնավորության պես ընկեր, ես երբեք 1 րոպե պետական հիմնարկում չեմ աշխատել եւ երբեք պետական տենդերների չեմ մասնակցել։ Միշտ աշխատել եմ մասնավոր հիմնարկություններում եւ պետական ապարատի հետ առնչվել եմ միայն այն դեպքում, երբ որ դա
կոնկրետ վերաբերել է պետությանը։ Այսինքն, եթե պետք է եղել կազմակերպել ցեղասպանության 100-ամյակի միջոցառման այդ ամբողջ աշխատանքը, հա, սկսած մեդիա պատրաստվածությունից վերջացրած մեդիա ապահովումով, հա, միանշանակ գնաց է մասնակցել եմ, իմ ամբողջ մտավոր ու մասնագիտական ունակությունները այդտեղ ներդրել եմ բացարձակապես շահախնդիր պետությանը վերաբերող ցանկացած բան շատ բարի չի կարող կապ ունենալ, եթե դու քեզ հայ ես համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու ջատագիր ես համարում։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի սկզբի օրվանից ես առանց ավելորդ բան ասելու իմ երկրի, իմ պետության, իմ փոքր հայրենիքի, երկրորդ հայրենիքի համար Արմենիա հեռուստաընկերության կազմով գնացել ենք Ստեփանակերտ, մնացել ենք մինչև ամսի 9, լուսաբանել ենք, արել ենք շատ կարևոր աշխատանք, այնպիսի կարևոր աշխատանք, որ մինչև հիմա մեր որոշ արած բաներ գաղտնիության բանի տակ է, էլի, իրավունք էլ չունենք ասելու, հա։ Եվ այդպես շարունակ։ Հռոմի Պապի այցելությունը Հայաստան ու մասնավորապես Գյումրիի պատարագը։ Միշտ ես պետության հետ պետական ապարատի հետ առնչվել եմ միայն այն ժամանակ, երբ որ դա վերաբերել է հենց պետության խնդիրներին։ Ըստ այդմ նախկին իշխանություններից ես եկեք ասեմ ինչը չէի վերցնի։ Հետո կասեմ ինչը կվերցնեի։ Չէի վերցնի իրենց ոչ ճշգրիտ ու օբյեկտիվ պատկերացումները, թե իրենց երկիրն ու իրենց ժողովուրդը կոնկրետ X ժամանակահատվածում ինչ բարոյահոգեբանական ու սոցիալական վիճակի մեջ է եւ իրոք ինչի պահանջ ունի ու ինչ խնդիրներ ունի։ Անաչառությունը, օբյեկտիվությունը, հետևողականությունը ամենակարևոր բանն է, որը պետք է ունենա ղեկավարությունը, իդեմս թե նախագահի, թե կառավարության, թե իր նախարարների, թե տեղում արդեն մարզպետների ու քաղաքապետերի։ Կվերցնեի պետականաստեղծ են գաղափարները, որի արդյունքում 91 թվականին մենք դարձել ենք անկախ պետություն։ Չէի շեղվի երբևիցե անկախության հռչակագրի դրույթներից։ Կփորձեի ամեն ինչ անեի, որպիսի կառավարման օղակը, հա, այդ համակարգը, այդ ուղղահայացը աշխատեր ճիշտ, լավ, որակով ու օբյեկտիվ։ Կփորձեի ստեղծեի իրոք մարտունակ ու պատերազմի պատրաստի բանակ։ Երբեք սեփական բաժին մեղքը չէի գցի ուրիշների վրա։ Այս իշխանությունից կներես ցավոք սրտի ես չեմ կարող ինձ թույլ տամ ասեմ ինչ որ մի բան, որը կարելի է վերցնել, որովհետև ես ինքս ինձ համար համոզիչ չեմ լինի, որովհետև այն ինչ էս իշխանությունը բերել է մեր պետությանը, մեր երկրին, դա միայն ողբն է, դժբախտությունն է, պարտություններն է, հուսահատությունն է եւ fake օրակարգերն է, որոնցով փորձում են անընդհատ մարդկանց շեղեն բուն անվտանգային գործերից։ Մեր պետությունը այսօր կանգնած է հերթական օրհասական ջրբաժանին ու քանի ես երկրում ես իշխանությունը ոչ մի լավ բան մեր ժողովրդին չի սպասում։ Դրա համար հաստատ իրենցից ոչ մի բան չի վերցնում։ Դա էլ է պատասխան, բայց կարամ ասեմ, որ դու արդեն Ռուբեն ջան քաղաքականության մեջ նորմալ քայլում ես, որովհետև քո պատասխանը շատ դիվանագիտական էր, հավասարակշռված էր, չկար որևիցե մի սենց էլի, կան էլի մարդիկ, որ նոր մտնում են, մեկ ընդերից են բռնում, մեկ ընդերից վերջնական միտք չես կարող ձևակերպես, թե այդ մարդն ինչ ասեց։ Դա Նիկոլական մի քիչ տեսա, կոնա լրիվ հասկանալ էր։ Դա շատ հետաքրքիր բան կա, իմ բոլոր ընկերները ու աուդիտորիան ամենակարևոր հատկանիշներից մեկը, որ ինձ ասում են, դե դու գիտես, հետևել ես իմեջին, հաստատ նայած կլինես այն բոլոր ֆիլմերը, որոնք ես պատերազմից հետո արել եմ, զգետնված իրականությունը, երկրի անառակ կողմը եւ այլն, հա։ Ես այդ բոլոր ֆիլմերում խոսում եմ մաքսիմալ հասկանալի լեզվով, որ մեր ժողովրդի համար պարզ լինի։
Ես երբեք չեմ օգտագործում այնպիսի տերմիններ, որոնք բարդ են, մարդը 3 անգամ պետք է մտածի լավ էս նախադասության ենթատեքստը ինչ է, ես նման բաներ չեմ անում։ Ես փորձում եմ մեր ժողովրդի հետ խոսել այն լեզվով, որով ես կարողանում եմ խոսել ու որը իրենք շատ լավ հասկանում են կարող։ Ռուբեն ջան, քանի որ մենք արտար ենք խոսում, էսի քո բուկլետն է։ Ես երեք որից վերցրել եմ, կարդում եմ։ Այ հիմա ես քո սենց ոնց ասեմ, անկեղծ շատ անկեղծ լինելը հենց հիմա դնելու եմ նժարի վրա։ Այսքան կետերը որ գրել ես Ռուբեն ջան, ո՞րն ես որ դու ես կասկածում որ կարող է չկարանաս անես։ Նա դեսել ասա ու ես մարդ անեմ վերև։ Բոլոր գրած կետերը չեմ, բոլորը ոչ թե մեկը։ Բոլորը չեմ կարողանալու անեմ, եթե կառավարման օղակում չհայտնվեմ, ու բոլորը անելու եմ, բոլորը։ Այս լայվը մնալու է, չէ՞ քո էջում, ասեն ես չգիտեմ։ Ես YouTube եմ տեղադրելու անպայման։ Այ այս լայվի արխիվային կադրերով հետագայում մենք իրար հետ նորից խոսակցություն կունենանք։ 5 տարվա ընթացքում, եթե ես ու իմ թիմը հայտնվում ենք կառավարման օղակում հենց այն հատվածում, որտեղ որոշումները պիտի կայացնենք հենց մենք, ես երաշխավորում եմ, որ 5 տարվա ընթացքում այն ամեն ինչը որ գրած է այդտեղ իրականանալու է, հələ մի բան էլ ավելին է իրականանալու, քան այնտեղ գրած է։ Այսինքն все-таки դու չկա, ախր վարիանտ չկա, էլի ես էլ նեի գրողը։ Եկե վերջում մեր նորից էի բացելու կարտա, ասել, արա դեսա, էսի մի քիչ շատ եմ գրել, ոնց որ։ Լավ, աստվածտա որ այդպես լինի։ Այդտեղ պիտի լինես 3 թե 4 կետ ավել։ Մի քանի կետ հանած է, դրա համար եմ ասում, որ 5 տարվա ընթացքում մի բան էլ ավել ենք անում։ Մենք կհանդիպենք դեռ։ Խնդրեմ, Արամ ջան, բարև, Նարեկ ջան, բարև։ Բացեք ձեր վիդեոները, բարև մեր Ռուբենին։ Բարև ձեզ, Արժ ջան, պրիվետ, Ռուբ ջան, պրիվետ։ Պրիվետ։ Բարև ձեզ երեք բոլորին, բարև։ Ես իմ Կարոնի հարցն եմ էլի ուզում տամ, Արժ ջան, այդ սաղ ասում ես Ռուբեն ջան, սաղ գեղեցիկ է, հետաքրքիր է, նու ասենք լսել եմ քեզ էլի։ Շատ հետաքրքիր կրեատիվ մտքեր ունես քաղաքի վերաբերյալ, բայց ինձ հետաքրքիր է ոնց։ Այդ ոնցն էլ ասեմ ինչի համար, որովհետև այսօրվա դրությամբ ասենք ինձնից լավ դու պատկերացնում ես Ռուբ ջան, որ քաղաքական բացի քաղաքի մթնոլորտը, որ դու պետք է կառավարես, նաև կապված ես իշխանության հետ, չէ՞։ Որ այսօրվա ոչ բարով իշխանություն ունենք ու ոնց ես այդ համագործակցելու, ոնց ես կարողանալու այդ ամեն ինչը անես։ Այդ ամենակարևորն է, որտեղ բոլորն էլ ում էլ հարցնում ես Ռուբեն ջան, ասում են, հա, այս ինչը ծրագիրը, սաղի ծրագիրն է գեղեցիկ է, հիանալի է ու հիասքանչ։ Հիմա դու ոնց ես պատրաստվում այդ ամեն ինչը կատարես, էլի։ Շնորհակալ եմ շատ։ Կլսեմ։ Տեսեք, այն ինչ որ կապված է DJ-ի հետ Գյումրիի, որը կառավարությունը օրինակ չի կարողանալու ուղղակի չտալ, որովհետև բյուջեն հաստատվում է բոլոր համայնքների, հա, կառավարության ծրագրով նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Այն ինչ որ կապված է սուբվենցիայի հետ նույնպես չի կարողանալու չտալ, որովհետև քաղաքը իշքան հավաքագրում արեց, այդքանի չափով է սուբվենցիան են տալու։ Ինչ վերաբերում է հավելյալ գումարներին, մենք իհարկե կառավարությանը մեր ծրագրերը ու մեր պլաններն ու մեր առաջարկությունները ներկայացնելու ենք։ Տալ կամ չտալը իհարկե միանշանակ կառավարության ղեկավարի որոշման հետ է կապված լինելու։ Բայց ես հատուկ ուզում եմ նշեմ, որ Գյումրու համայնքապետը իմ պատկերացմամբ պետք է լինի ոչ թե միայն այն մարդը, որը մտածում է ասֆալտապատման մասին, աղբահանության, լամպոչկեքի ու չգիտեմ կանաչապատման։ Ինքը նաև դրա համար պիտի մտածի։ Այդ մարդը նաև պիտի լինի մենեջեր, մարդ, որը բանակցություններ վարելու, թիրախային գոտիները ճիշտ տեղորոշելու եւ Գյումրիի արտադրանքի համար սպառման նոր շուկաներ գտնելու ունակություն պիտի ունենա։ Ես 7 տարի աշխատել եմ շատ մեծ մասնավոր ընկերությունում, որը իրենից ենթադրել է ստեղծել արտադրանք, այդ արտադրանքը վաճառել, ստանալ եկամուտ։ Հիմա այն զբոսաշրջային համակարգը ու այն հիմնադրամը, որը որ մենք մտածել ենք, այս մի գիծն եմ հիմա ասում, հետո արդյունաբերական մասին էլ կանրադառնամ ու նաև Սփյուռքի հետ աշխատանքի մասին էլ կանրադառնամ, եթե Արսեն ջան
ունեմ չէ հնարավորություն երկար պատասխանելու, ես ուղղակի ֆորմատը Ռուբեն ջան, մենք ունենք 2 ժամանակ կդրվածքով, բայց եթե ցանկություն հայտնես շարունակելու, մենք մեծ հաջողով։ կոնկրետ մի հարցի մասին է խոսքը, որ ինքը ուզում եմ բովանդակային։ Եթերը քոննա ցավը տանեմ, քո համար ենք անում այս եթերը։ Ուրեմն մենք Գյումրին դիտարկում ենք որպես արդյունաբերական, տեխնոլոգիական ու զբոսաշրջային կլաստեր։ Այսինքն մենք ուզում ենք իրեն տեսնել այդպիսին։ Ինչ է դա ենթադրում զբոսաշրջային մասով։ Մենք ստեղծելու ենք մի հիմնադրամ, որին նվիրելու ենք տարվա ընթացքում 12 փառատոն միջոցառումներից կազմված սցենարային, դրամատուրգիական, տնտեսական ծրագիր։ Այդ ծրագիրը հետագայում մենք կմնանք քաղաքապետարանում, թե չենք մնա 5 տարի հետո, ընդմիշտ լինելու է որպես Գյումրու քաղաքապետարանի մտավոր սեփականություն։ Օրինակն եմ ասում, օրինակ ինչպես Օկտոբերֆեստը Գերմանիայում է, հա։ Այդ հիմնադրամը զբաղվելու է այդ 12 միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ամեն ամսվա ուրբաթ օրվանից մինչև կիրակի 3 օր փառատոն ու միջոցառում է կազմակերպելու։ Մեր տնտեսական հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ընթացքում մենք կարողանալու ենք այնքան գումար գեներացնենք, իսկ սկզբունքը հետևյալն է լինելու։ Հիմնադրամը դա պատվիրակելու է կոնկրետ ներդրողներին, այդ մարդիկ աշխատատեղեր են ստեղծելու, այդ միջոցառումը կազմակերպելու են, բոլորի աշխատավարձը տալու են, հարկերը մուծելու են, մաքուր շահույթից 70%-ը պահելու են իրենց, 30%-ը տալու են Գյումրու համայնքապետարանին, դա լինելու է այդ ազատ փող ասվածը, հա, քաղաքի համար, որը մենք օգտագործելու ենք ենթակառուցվածքների ստեղծման համար, նույն սոցիալական ծրագրեր իրականացնելու համար եւ այլն։ Մեր հաշվարկով տարուկես 2 տարվա ընթացքում կարելի է հասցնել այդ գումարը, այդ 30%-ը տարվա կտրվածքով մինչև $2 միլիոն։ Եթե Գյումրու բյուջեն գիտեք ինչ կանեք, պատկերացնում եք $2 միլիոն իրենից ինչ զգալի գումար է ներկայացնում։ Երկրորդը Գյումրու համայնքապետը նաև պիտի լինի այն մարդը, որը կարողանա միավորի Սփյուռքում ապրող ոչ միայն գյումրեցիներին, հա, Սփյուռքում ապրող մեր համաքաղաքացիներին, որոնք տեղափոխվել են Սփյուռք, հաջողակ մարդիկ են դարձել որոշակի ֆինանսական միջոցների են տիրապետում, մենք այդ բոլոր մարդկանց հետ անպայման հանդիպելու ենք, խոսելու ենք, բացատրելու ենք մեր զարգացման ու ռազմավարական պլանը ցույց ենք տալու, այդ ամեն ինչից զատ նաև ես իհարկե շատ կարևոր հատված եմ դիտարկում մեր աշխատանքային մեր Սփյուռքի հետ։ Տեսեք, քանի Արցախը կար, Սփյուռքը իր մեծագույն հզորություններով գիտեք ինչքան գումար է ներդրել Արցախում։ Ցավոք սրտի հիմա վերջի 3-4 տարին Սփյուռքի պորտալարը հայրենիքի հետ կտրվել է եւ Սփյուռքը որպես այդպեսին չի առաջարկում Սփյուռքին այնպիսի մի առաքելություն, որի շուրջ հետաքրքրություն առաջանա այդ մարդկանց համար մասնակցային, ներդրումային միջամտությամբ հանդես գալ հայրաքաղաքում։ Մենք ունենք ծրագիր գրած մեր Սփյուռքի համար, որը շատ ազգային հայրաքաղաքի հետ շատ մեծ կապ ունեցող, որը մեր Սփյուռքին պետք է ներկայացնենք։ Ու ես ունեմ նախնական որոշակի պայմանավորվածություններ արդեն հանդիպումներ սկսելու եւ ներքին համոզվածություն ունեմ, որ մենք տարվա ընթացքում կարողանալու ենք Գյումրի բերել մինչև $10-12 միլիոն փող։ Այդ գումարները ուղղվելու են ոչ միայն սոցիալական ծրագրերի համար, հատուկ շեշտում եմ, այլ իրենցից ներկայացնելու են ներդրումային ծրագրեր սպորտի ոլորտում, մշակույթի ոլորտում եւ սոցիալական ոլորտում։ Այսինքն մենք զարգենք տալու թե սոցիալական բնակարանաշինությանը, որպիսի տնակներից ձերբազատվենք, մենք այդ ծրագրերով իրականացնելու ենք նաեւ այն խոստումը, որը ես տվել եմ, որ 5 տարվա ընթացքում Գյումրիում չպետք է մնան տնական պայմաններում կամ վատ պայմաններում գործող սպորտ դպրոցներ եւ իհարկե մշակույթին վերաբերող օջախներ ենք ստեղծելու, որովհետեւ տեսեք մենք արվեստի ու մշակույթի քաղաք ենք համարվում, բայց մեր քաղաքում չկա օրինակ 1000 տեղանոց երաժշտական դահլիճ իր փորձասերները կներես 1000 անգամ էլի, որտեվ սկզբից ասացիր արդյունաբերություն, հիմա ինչ գնում ենք տուրիզմին, մշակույթին, սպորտին, Միշտ կգամ արդյունաբերությանը, ասի բովանդակային։ Իմ ամենահետաքրքիր բանն է, որովհետեւ միանգամից արդյունաբերությունից։
Եղա, նա։ Ուրեմն ինչ կապված է արդյունաբերության հետ։ Գյումրին ուժեղ արդյունաբերություն ունեցող քաղաք է եղել իր ավանդույթներով, բայց մենք հիմա հստակ պետք է գիտակցենք այն ավանդույթները ու այն գործարանները, որոնք որ Գյումրիում եղել են, իրենք ժամանակակից աշխարհում ֆունկցիոնալ են թե ֆունկցիոնալ չեն, որովհետև օրինակ, եթե վերցնենք գալվանամետրի օրինակը, այն ժամանակ այդ հաստոցի դիմաց աշխատում էր բանվոր, հիմա այդ բանվորի գործը անում են ռոբոտները, էլի, ամբողջ աշխարհում, ու հիմա օրինակ գալվանամետրի պես գործարան, կոնկրետ օրինակ ինչ եմ գալվանամետրի բերում, երբ որ բակային հանդիպում էինք ունենում, տարիքով մեր ավակ սերունդի ներկայացուցիչներից մեկը ինձ ասում էր, որ ասում էինք առաջնային խնդիրը ինչ է, ասում էր աշխատանք Ռուբեն ջան, որ ասում է իսկ ինչ մասնագիտություն ունեք, ասեց գալվանամետրում եմ աշխատել ու իրան այդ օրինակը բերեցի, էլի, ասեցի, եթե հիմա գալվանամետր բացվի, դա ձեր համար քաղաքի տնտեսության համար դա լավ է, բայց ձեր համար աշխատատեղի առումով լավ չէ, որովհետև այդ գործը հիմա ժամանակակից աշխարհում անում են բաները, ռոբոտները։ Մեր պատկերացումները արդյունաբերության մասին հետևյալն են։ Մենք այն բոլոր ոլորտները, որոնք չեն իրենից ենթադրում, հա, օրինակ կոնկրետ արմատուրա արտադրելը, հա, իրենից չի ենթադրում կոնկրետ սպეციფიկ մասնագիտացում, հա, այսինքն ինքը մի հատ համակարգ է, որտեղ դու կարողանալու ես աշխատատեղ գեներացնես, հա։ Մենք նման գործընկերային առաջարկություններով ենք հանդես գալու, որպեսզի նաև քաղաքը հանդես գա այդ տվյալ ներդրողի հետ որպես գործընկեր։ Մենք առաջարկելու ենք այդ մարդկանց այնպիսի պայմաններ, որ իրենց համար միանշանակ ձեռնտու լինի այդ ներդրումը անել Գյումրիում, ու դա վերաբերում է ոչ միայն այդ տվյալ ոլորտին։ Հիմա տեսեք, նույն տրիկոտաժին, եթե մենք անդրադառնանք, Գյումրիում կան տրիկոտաժի ֆաբրիկաներ, գիտեք, մենք ավանդականորեն, հա, այսպես ասած, սովետական միությունից սկսած, այդ ոլորտին շատ լավ տիրապետում ենք։ Բայց այդ ոլորտում էլ աշխատատեղերը ավելացնելու կամ նոր ֆաբրիկաներ ստեղծելու համար, դու քո քաղաքի ներդրողի համար պետք է նաև որոշակի առաջարկություն ունենաս, հա, այսինքն եթե դու ունես կարողանում ես ձեռք բերել պայմանավորվածություններ, որպեսզի քո քաղաքի արտադրանքը առաջնային սպառման շուկաներ ունենա, օրինակ նույն Ռուսաստանում։ Տեսեք, մենք դաշնակցային մեր հարաբերությունները ճոճանակի պես ենք օգտագործում, բայց ես մեր երեկվա հանդիպման ընթացքում էլ ասեցի, ամենամոտիկ մարզերը, հա, Հայաստանին, եթե վերցնենք Ռուսաստանի հետ, օրինակ Ստավրոպոլի, Կրասնոդարի ու Ռոստովի մարզերում ապրում է մինչև 15 միլիոն մարդ։ Հիմա հնարավոր է ունենալ Սա վստահորեն մենք հայկական համայնք էլ ունենք, կարելի է համագործակցել։ Այ հնարավոր է, սա ամենայն վստահությամբ եմ ասում, համոզված եմ ասում այն ամեն ինչը, որ հիմա ասում եմ, հա, որովհետև ես նախնական խոսակցություններ ու քննարկումներ ունեցել եմ տեղի բավականին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք կուրացիա են անում տնտեսական բլոկը, հա։ Հնարավոր է իրենց հետ ձեռք բերել պայմանավորվածություն, որ 1 տարվա ընթացքում իրենց խանութներում առաջնային սպառման իրավունք տրվի, օրինակ կոնկրետ այս հատվածին։ 1 տարի հետո կամ 1 տարվա ընթացքում արդեն մեր արտադրանքի որակը իր համար այդ շուկայում մնալու կամ չմնալու հարցը պետք է լուծի։ Բայց հաշվի առնելով մեր դաշնակցային հարաբերությունները, ես չեմ լսեգետ մի նման խնդրանք պայմանավորվածություն, որը մեր կառավարությունը կամ մեր մարզի իշխանությունները արած լինեն։ Ու այսպես փուլային աստիճանաբար մեր քաղաքին տալու ենք մի քիչ այլ տեսք, մի քիչ այլ բովանդակություն, որպեսզի քաղաքում գումարը, այդ ավելորդ գումարը թե տուրիստից գա, թե արդյունաբերական հզորություններից գա, թե տեսեք, եթե մենք արդյունաբերությունից ենք խոսում, եթե դու զբոսաշրջային ոլորտը զարգացնում ես, սուվենիրների արտադրություն այդտեղ պետք է, ու դա մանր ու միջին բիզնեսի համար փոքրիկ նույն այդ բաների ներողություն սուվենիրների արտադրությունը, նույն դու քո տրիկոտաժի ֆաբրիկաներին պատվիրակելու ես քո բրենդի, քո լագատիպներով գլխարկների, չգիտեմ, շապիկների աշխատանքա բերելու է։ Այո, այսինքն ամեն ինչի հետ կապ է ունենալու։ Քաղաքը սկսելու է շնչել ու քաղաքում յուրաքանչյուր ավելացած փողի հետ կամ ավելացած շարժի հետ ներդրողն էլ իհարկե ինքը
Թե մենք ենք գտնելու այդ մարդկանց բերենք, թե ես վստահ եմ, որ ինչ որ մի փուլից սկսած քաղաքը արդեն իր ներդրումային ֆոնով այնքան հետաքրքիր է լինելու, որ մարդիկ իրենք իրենց են գալու, էլի։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Ռուբ ջան։ Կմիանամ էլի հարցը։ Մնացտեղ, ջան, կանաս փակես մնաս ախպերս։ Արամ ջան, խնդրեմ։ Մի հատ էլ բարև ձեզ։ Պարոն Մխիթարյան, եթե Գյումրեցի լինեի, վայ թե հենց այդ ես քեզի սիրեմ գը երկի խաթեր գնայի, հենց քեզ էլ ընտրեի։ Արամ ջան, շատ շնորհակալ։ Նայում, հիմա հարց է ձևի։ Դուք արել եք հայտարարություն, որ դուք մասնակցելու եք Գյումրու քաղաքապետի ընտրություններին այսօրվա իշխանությունները տապալելու համար։ Ես դա մի տեսակ ընդունում եմ ոչ թե ես այս ձև եմ սա հասկանում։ Ես ոչ թե եկել եմ կոնկրետ դառնամ քաղաքապետ, այլ եկել եմ օգնել, որ այսօրվա իշխանությունները չմնան քաղաքապետ։ Ես դա այս ձև եմ ընդունում իմ կողմից։ Ես ասեցի նաև։ Դրանից ելնելով այս ձևի մի հատ հարց։ Ընտրությունների մնացել ընդամենը մի քանի օր։ Ու ես շատ լավ հասկանում եմ, որ ես համենայնդեպս դեռ չեմ գտնում, բայց դուք որպես ասենք ղեկավար կամ տեխնացու լավ հասկանում եք դաշտը քաղաքական ու լավ գիտեք երևի կամ պատկերացնում եք թե ինչքան տոկոս կամ ինչ շանսեր դուք ունեք ուր անցնելու եւ այլ, ասենց ասեմ։ Երկու տարբերակ եմ ձեզ առաջարկում ու շատ կուզենայի լսեի, ասենք ձեր վերաբերմունքը այդ հարցերին։ Տարբերակ համար առաջին։ Ասենք վաղը մյուս օրը դուք գալիս եք, նստում մտածում եք, չէ ախպեր 5% շեմը չեմ անցնում։ Ձայնս երևի քարոզեմ տան այս ինչ մարդուն, որպեսզի այսօրվա իշխանությունները չկրեն։ Կամ ես համոզված եմ, որ 5%-ն անցնում եմ, չէ։ Բայց երևի չլնեմ մեծամասնություն, ասենք ավականիում, դրա համար ինձ հարկավոր է կազմել ինչ-որ մի ուժի հետ ուժ, որպեսզի մենք միասին առաջադրենք քաղաքապետ։ Ինչ կասեք այս ձևի տարբերակներին, ձեր վերաբերմունքը այս ձևի տարբերակներին։ Այսինքն ինչ կտրվածքով, եթե որ ուժնա ձեր համար այսօր ավելի մոտիկ իր հայացքներով, իր ասենք ծրագրերով ավելի համակրելի ձեզ որից։ Նախընտրելի ընդդիմադիր ուժ չունեմ, իմ համար ամենանախընտրելի ընդդիմադիր ուժը մեր ուժն է, դրա համար էլ մասնակցում ենք ընտրություններին։ Այս մեկ։ Երկրորդը, ես վստահ եմ, որ չի լինելու տարբերակ, որ մենք շեմը չենք հաղթահարելու, դրա համար առաջի տարբերակին թույլ տվեք չպատասխանել ընդհանրապես։ Երկրորդ տարբերակը հետևյալի մասին է։ Իմ դիտարկմամբ ու իմ պատկերացմամբ վերլուծելով ամբողջ քարոզարշավը, ես հստակ պատկերացնում եմ, որ Գյումրին ունենալու է կոալիցիոն իշխանություն։ Կոալիցիոն իշխանություն երկու դեպքում էլ, թե իշխող ուժը միանձնյա չի կարողանալու երկրում իշխանություն վերցնի, թե ընդդիմությունը, ըստ այդմ, երբ եկավ ժամանակահատվածը ընդդիմության հետ կոալիցիոն իշխանության քննարկումներ անցկացնելու, մենք միանշանակ այդ քննարկումների մեջ մտնելու ենք։ Ու ասել սրան ձեներս տալու ենք, նրան ձեներս տալու ենք, նման բան չի լինելու, գուցե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ այդ ձեները մարդիկ մեզ տան, եթե այդ կողմից դիտարկենք, ըստ այդմ, Արամ ջան, հարգելիս, իմ պատկերացումը ես բազմաթիվ անգամներ ասել եմ։ Նաև հենց այն ժամանակ, երբ որ հայտարարել եմ մասնակցության մասին։ Այն ժամանակահատվածում, երբ որ եկավ կոալիցիոն իշխանության մասին քննարկումներ սկսելու ժամանակը, մենք այդ քննարկումներին մասնակցելու ենք։ Ու այդ քննարկումներին մասնակցելու ենք առաջնորդվելով երկու սկզբունքով. առավելագույն շահը քաղաքի եւ առավելագույն շահը քաղաքական։ Այս երկու սկզբունքն է պահելու ենք։ Իսկ եթե իմ քաղաքական ուղղվածությունը ընդդիմադիր է, իհարկե նաև դա խոսում է նրա մասին, որ ամեն ինչ անելու ենք, որ իշխող ուժը կառավարման օղակ չկարողանա ձևավորել։ Իսկ մի հատ էլ հարց է ձևի։ Ձեր համար ինչ է նշանակում նախկին իշխանությունները կամ այսօրվա իշխանությունները։ Դա միայն այսօրվա իշխող իշխանությունն է, թե բոլոր նախնիները։ Եկեք այսպես ասենք, իմ համար նախկին ու ներկա Արամ ջան, Ես չեմ ասում նախկին քաղաքապետ։ Տեսեք, եթե նախկին իշխանությունների նախկին Հայաստանի պարտիաների իշխանությունների մասին։ Առաջվա իշխանություն, ճիշտ հասկացա ես։
Նույն թվում միջև այդ, այո։ Այո, 2000 իմ համար, տեսեք, չկա նախկին ու ներկա իշխանություններ։ Իմ համար կա լավ մարդ, վատ մարդ, իմ համար կա լավ ղեկավար, վատ ղեկավար։ Ըստ այդմ, եթե կային լավ ղեկավարներ, չէր լինի 2018-ը։ Սա հստակ գնահատական եմ տալիս։ Եթե այս ղեկավարները լավը լինեին, մենք չէինք ունենա այն բոլոր ողբերգությունները, աղետներն ու պարտությունները, որը եկավ մեր պետության, մեր ժողովրդի գլխին։ Ըստ այդմ նախկինի ու ներկայի կռիվ վստահաբար այստեղ չի։ Իմ համար այս կռիվը ապագայի համար է։ Իմ համար այս կռիվը Հայաստանի ապագայի համար է, հայ ժողովրդի ապագայի համար է, իմ քաղաքի ճիշտ զարգացման ռազմավարության համար է, որովհետև կներեք, ես նաև այն մարդկանցից մեկն եմ, որը վերադառնալով իր հարազատ քաղաք, ստեղծել է բիզնեսի մի տեսակ, որը իր քաղաքին համբավ ու հռչակ է բերում։ Ես այդ նույն բիզնեսը, տեսեք, սա որպես լավություն չեմ բանանում, էլի, հանկարծ ինչ-որ մեկը չասի լավություն է բան արել, որտեվ ես իմ քաղաքի իսկականից ֆանատն եմ։ Ու ես գիտեմ աշխարհով մեկ սպրված բազմաթիվ գյումրեցի տղեկի, որոնք նույնպես իրենց քաղաքի ֆանատն են, բայց ինչ-ինչ պատճառներով տարբեր ժամանակահատվածներում իրենց քաղաքում ներկայացվածություն չունեն բիզնես, հա։ Ես գիտեմ, որ իմ օրինակը շատերին վարակել է։ Ու նաև իմ տեսակը հաշվի առնելով իրենք շատ լավ, օրինակ գիտեմ, որ եթե ես դառնամ Գյումրիի քաղաքապետ, ապա ստեղծելու եմ բոլոր հնարավորությունները, որպեսզի ներքաղաքային համերաշխություն տիրի, որպեսզի մարդիկ ամեն մեկը իրենց թաղում գան, մի բան կառուցեն, մի բան ստեղծեն, թաղի բնակիչները այլևս չեն ասի մեր թաղի, հա, շատ լավ տղա ունենք, բայց թող է գնացել, որովհետև այս շատ կարևոր բան է գյումրեցիների համար։ Տեսեք, ես եկել եմ իմ քաղաք, իմ քաղաքում արել եմ մի բան, որը իմ հոգու պահանջն է եղել։ Այդ այդքան ֆինանսի հետ կապված չի եղել։ Ինչքան ես պրինցիպ եմ ունեցել, ես իմ ընկերներին Երևանի ասել եմ ժողովուրդ, մենք այնպիսի մի հատ տեղ ենք ստեղծելու, որ դուք 120 կիլոմետր քշելու եք, ձեր հյուրերին բերեք այդ տեղը, որ ասեք Հայաստանում էլ ուրիշ նման այսպիսի տեղ չկա։ Ես ասել եմ դա, ու ի տարբերություն ոմանց, որ ասում էին ասեք կանենք, ես ասել եմ դա։ Շնորհակալություն, Ռոբեն ջան, շնորհակալություն։ Իմ հասկանալով Արամ ջան, Ես մի երկու եթերել ես եկամ, ես էլ եմ դառնալ արդեն ֆանատ Գյումրիի աշկից։ Լավ, մի րոպե։ Այսքան խոսակցություններից հետո մի հատ բան ասեմ, էլի, ես դիդարգում անեմ, քանի որ ես այդտեղ տեղում եմ, Արամ ջան։ Մի հատ բաց որ ես քո այդ бесстыжие глаза, чтобы твои видел։ Բաց։ Աբրես։ Ես նկատել եմ, որ իրոք այս քանի օրը շատ լուրջ հետազոտել եմ, ինչքան հնարավորություն եմ ունեցել առանց կամերայի, որպեսզի մարդկանցից ավելի ճիշտ ինֆորմացիա իմանամ, պատկերացում Ռուբեն Մխիթարյանը չունի անցողիկ, իրոք չունի անցողիկի խնդիր, ու եթե ինքը զարկ տա այս 3 օրվա մեջ, բավականին լավ ցուցանիշ կարող է գրանցի։ Ես տեսեք էկրանի առաջ եմ ասում, որ զապիսով վաղը նայելու եք։ Եթե ճիշտ քաղաքականությունը շարունակի, մի քիչ ակտիվացնի չեմ ասի իմ եթերը, որ հանգարց Սարիկը չակտիվացնի այդ կողմը։ Ուրեմն ինքը բավականին լավ ձայներ է տանը, կա արդեն կա հələ մարդիկ չկողմնորոշված մարդիկ կան, որոնք շատ հնարավոր է ճիշտ շարժվելու դեպքում կողմնորոշվեն այս կամ այն կողմի վրա։ Ինչ մնում է Ռուբեն ջան, որ դու ասացիր նախկին ու ներկա չկա քո համար, ես համաձայն եմ ամբողջովին, եթե մենք ուզում ենք, իրոք ուզում ենք, որպեսզի մեր երկրի հարցը լուծենք, մեր Հայաստանի հարցը ճիշտ ուզվի, մենք պետք է կարողանանք սովորենք միմյանց հետ շարունակենք, բացի մի քանի մոկի կուտոկ, ես նոր ասի, կես սամալյոտ, սենց ասած, մենակ զուգարանի մոդի հատվածով իրան ճամփու ենք դնելու հետան ստեղից, լավագույն դեպքում, վատագույնում դուք լավ գիտեք։ Դրա համար Արամ ջան, այդ է ուզում միջամտել, որ ճիշտ է, ես համաձայն եմ այդ թեզի հետ Ռուբենի, որ չկա նախկին ու ներկա, պետք է պրոֆեսիոնալիզմը
գերիշխի պետքա օրենքի դիկտատուրան լինի մեր երկրում դիկտատորը օրենքը պետքա դիկտի մեզ ոնց պետքա ապրենք ու օրենքը պետքա հավասար լինի բոլորի համար հասկանում եմ որ սա պոպուլիստական մի քիչ բան ենթատեքստով կհնչի բոլորի համար բայց մենք պետքա ձգտենք մաքսիմում հասնենք դրան այդքան բանը Արթուր համաձայն չեմ դրա համար մեծ կարճ հարց տամ էլի ժողովուրդ Արթուրի հերթն էլ լավ քեզի տանք կարճ հարցը դու Արտան կներես հազար անգամ մեծ կարճ հարցեմ Ռուբեն ջան նայ ամենայն հարգանքով եղբայր պրոստը ինձ հետաքրքիր է ԿՊ-ի հետ որ ասացիք ասենք ԿՊ-ն ինչ որ անցողիկ բան ունենա իր այդ համագործակցենք ով է ասել Հա, ուրեմն ես եմ սխալ հասկացել։ Հա, կներես։ Պես բան ասեր ախպեր, ես արդեն բլոկել էի։ Զարմացա ես, Չի եղել պես բան։ Հա, կներես։ Ես Ռուբենին կբլոկեի, չէի սպասի, որ ինքը զարմացա։ Ասենք Ռուբենի ես շատ եմ լսել, իմ համար անակնկալ եղավ, ես եմ սխալ լսել ուրեմն, էլի, ասես Ռուբենին ինչ եղավ ախպեր։ Սուս դե թողեք Մարտը ասի ոնց է ասել ախպեր, թողեք։ Ասա Ռուբեն ջան։ 2018 երբ Փաշինյան Նիկոլը ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես իմ էջում գրեցի, որ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության կործանման հետ հաշվարկը գնաց։ Հատուկ նշում եմ օրը, ու այդ ժամանակ, քանի օրինակ այդ բարձր լեգիտիմությունը ունի, հա, իմ բազմաթիվ, այսպես ասած ընկերներ, իմ կային նաև հարազատներ, որոնք ուղղակի հրաժեշտ ինձ ու հեռացան իմ կյանքից։ Ճիշտ է, պատերազմից հետո իրենց զգալի հատվածը վերադարձավ, ինչ որ հատվածը ես թույլ չտվեցի վերադառնալու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ոչ մի առնչություն ես չեմ կարող ունենալ։ Չէ, ես եմ սխալ հասկացել, շար չէի ուզում անել Ռուբեն ջան։ Լավ Նարեկ ջան, մնա մեր հետ, Արթուր ջան, բարի երեկո, ուշ երեկո արդեն, խնդրեմ։ Բարգու ժողովուրդ, բարգուրում ջան, բարգուն Արսեն ջան։ Այո, ձեզ Արթուր ջան։ Նախ երկուսի դեմ է բանացեմ, Արսեն ջան, դուրսի Սարիգը կարող է թափառնի, Սարիգը չի կարող թափառնի։ Չասի կարող է թափար, ասի կարող է գողանա իրան, ինքը ուզենա ինչ-որ բան օգտագործի Որտեղ խոսայք ես լռում եմ։ Սարիգի վենեկի մեջ արյունը փոխվել է արդեն Արաղի փաղադրությամբ, так что Սարիգի հույս չկա։ Երկրորդ մեր ընկերներ հարց տվավ Ռուբոյինը Ռուբոջան կնա ՀԿՊ-ի հետ համագործակցես, այդ դեպքում ՀԿՊ-ի Ռուբոյի հետևից ես կգնիմ ամենատաժան բանն էլի։ Ռուբջան պրիվետ նորից եղբայր սա աղատ տես մեր բոլոր տեխնատուները համենայն դեպս այն 4-ը որ ես կհարեմ ու կհարկեմ ու կցանկանամ որ եղնիկ Տուրիզմի զարգացման մասին խոսանք, բայց մենք ունենք նադեմ շատ մեծ գլոբալ խնդիր տուրիզմ հասկացողությունը ու զբոսաշրջիկի մեկ չեմ տարբերեք, յուրում ավելի շատ զբոսաշրջիկն է սպային, տուրիստ չկա, մենք ունենք հյուրանոցային համարների հետ կապված խնդիր, այսինքն փոքր հյուրանոցային համարների քանակ ունենք, սրանց աջեցում է պետք ու ինչ ճամփով կարող ենք դրան հասնել, սա մեկն է, երկրորդ հարցն է կուրամ, դու դες պատասխանես նույնն կուրամ Ուրեմն միանշանակ ճիշտ ես ու գնալով մեր հյուրանոցային բիզնեսը շատ լուրջ խնդրեմ է ունենալու արդեն 2023 թվականից այդ անկումը նկատվում է վստահաբար այդ գործարանների հետ բոլորս էլ շփվում են գիտեմ դուք էլ եք շփվում գիշերակացով դուրում մնացող մարդկանց քանակությունը գնալով նվազում ես ու ասում ես հյուրանոցային համարների մենք հարց ունենք բայց մենք նախ խնդիր ունենք Եղածի զբաղվածությունը ապահովելու։ Հենց այդ եղածի զբաղվածությունը հասցրեցին գոնե 75%-ի, նոր ներդրողները գալու են։ 22 թվականին, երբ որ մեծ ճագերտավոր տուրիստական բում սկսվեց, իսկ այդ տուրիստական բումը լրիվ բնական ընդհանրապես կապ ուներ պետության կողմից իրականացված հստակ ռազմավարության կամ մարքեթինգային հզոր պլանի օբյեկտիվորեն պատերազմից ու պրոբլեմատիկ ընտրություն հետո մարդիկ ներգնա տուրիզմին զարգ տվեցին, որովհետև տեսապատկերի փոփոխություն էին, բացի դրանից պատերազմ սկսվեց Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև, մեծ ներհոս ռելոկանտների եւ բնական ճանապարհով մեծ տուրիստական շարժ սկսվեց Գյումրիում։
ինչը բազմաթիվ ներդրողների հավատ ներշնչեց, որ այդպես լինելու է միշտ։ Մարդիկ եկան տարբեր տեղերից, Գյումրիում սկսեցին հյուրատներ բացել, ռեստորաններ ու կաֆեներ բացել, հանկարծ 23 թվականից այդ տուրիստական հոսքը սկսեց նվազել, իրենց համարների ու ռեստորանների, աթոռների զբաղվածությունը սկսեց նվազել, 24 թվականին այդ տենդենսը շարունակվեց, հիմա արդեն կատաստրոֆիկ տենդենս է։ Իսկ դա նշանակում է, որ զբոսաշրջիկին տվյալ քաղաք լավ ասֆալտ չի գտնում։ Զբոսաշրջիկը այդ քաղաք չի գալիս լավ ասֆալտ տեսնելու համար։ Զբոսաշրջիկը այդ քաղաք չի գալիս քո միայն պատմական միջուկը տեսնելու կամ մի երկու ռեստորանի այդ ամեն ինչի վրա մեր քաղաքը մեզնից լավ ոչ մեկ չգիտի, չէ՞ Արտուր ջան։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ ամեն ինչը տեսնելու համար կարելի է 8 ժամ ծախսել։ Հիմա էլ որ անընդհատ ասում են Երևան-Գյումրի ճանապարհը որ կառուցվի զբոսաշրջիկ ավելի շատ է գալու։ Ինչքան շատ գալու է, այդքան է շուտ հեռանալու է ճամփեն որ լավ է եղած։ 50 րոպե որ տևես մարդը կորոշի գնա Երևանում իր տանը։ Մենք արունը լավը պահենք, երբ տարունը քանդենք։ Այդ միտքը միտուր է գիր նորեն բաց է այդ ճամփեն Մարդամիտ արդեն վրան լատկա կայրած։ Իմիջայլուց հadouk շեշտ ենք էլ ինձ անկեղծ հետաքրքիր էր էլ եթե Սարիգը չխնդրեր այդ ճամփեն երբ պիտի բացեին։ Այսինքն 3 տարի առաջ Ավինյան դեպքում արդեն խոստացել էր որ 3 տարի առաջ պիտի բացվեր, բացվավ։ Եղբայր ջան, բեր մեր նպաստառու Սարիգի բանը, այդ ինչը կսեն ներդրումը չցադիկ տնենք, եթե մեր նպաստառու Սարիգի չեղներ, այդ ճամփեն չէր բացվել, դիք մեր գտարը տեսնում ենք։ Ըստ այդմ Սարիգ Մինասյանի խնդրանք արդայդությանը պետք է տալ իրավական կարգավիճակ այլևս։ Ռուբեն ջան, երբ որ Արտուրն ասում, ելի հասկանում եմ, Արտուրը ասեք իմ նման сенс միամիտ բլոգերը, բայց որ դու ես կրկնում անընդհատ չորնի PR, это самый лучший PR։ Պետք չի ախպեր, Սարիգի երեկոն չի ծավդ տանեմ։ Այսօր մենք Ռուբենից ենք խոսում։ Հերուջան, նա մեկ նույն հարցին Արջան վերջացնեմ, եթե թույլ տաս։ հա Պատկերացումը Գյումրի տուրիստական հատվածի մասին հետևյալն է։ Գյումրին եթե մենք կարողանանք դարձնենք սուպեր իրադարձային կենտրոն, որտեղ զբոսաշրջիկին կարողանանք երկու գիշերակացով սկզբնական շրջանում, հա, երկու գիշերակացով պահել, սովորեցնել իրեն։ Այդ մարքեթինգային ծրագիրը 12 տարվա միջոցառումների գովազդել նախորդ տարվա սկզբից, որպեսզի մարդը իր տեղերը ամրագրի, միանգամից չսպասի, որ այդ օրը գա, հա, մենք ավտոմատ ստեղծելու ենք մի հատ իրավիճակ, որ հետաքրքրությունը քաղաքի հանդեպ գնալով ավելանալու է, հյուրանոցային համարները նախապես ամրագրվելու է, ռեստորանները նախապես ամրագրվելու են ու մեր ներդրողները, ովքեր ներդրում են արել մեր քաղաքում, տարվա այս սկզբից իմանալու են X ամսում իրանք ինչքան ենթադրյալ եկամուտ են ունենալու։ Հենց դա է իրենց նաև ստիպելու, չգիտեմ, ավելի մեծացնել հյուրանոցները, համարների քանակությունը ավելացնել, քնելու տեղերը ավելացնել, նոր ռեստորաններ կամ նոր սրճարաններ բացել ու նաև ստեղծելու է ֆոն, որպեսզի նմանատիպ նոր բաներ լինեն։ Բացի դրանից, եթե մենք ուզում ենք մեր քաղաքում մարդաքանակը ավելացնենք, այստեղ նաև խոսեմ քաղաքի համաչափ զարգացման մասին, էս էլ է շատ կարևոր է։ Երբ որ մենք խոսում ենք քաղաքի համաչափ զարգացման մասին, դա ոչ միայն վերաբերում է նրան, որ մենք ունենք ծայրամասերում թաղամասեր, որոնք կտրվածության աստիճան ունեն կենտրոնից իրեն զարգանալու մասին, այլ նաև ընդհանուր Գյումրի քաղաքի համաչափ զարգացումը մայրաքաղաքի հետ։ Ու հիմա քննարկվում է այդ ազգային մարզադաշտի կառուցումը, հա, Երևանում։ Իսկ ով է ասել, որ այդ ազգային մարզադաշտը պետք է կառուցել Երևանում, այլ ոչ թե Գյումրիում։ Եթե լոգիստիկայի մասին խոսենք, ապա մենք ունենք միջազգային օդանավակայան, մինչև այդ մարզադաշտը Գյումրիում կառուցեն հյուսիս-հարավ ճանապարհներ կառուցվի կվերջան, հա, մենք ունենք երկաթգիծ։ Այսինքն լոգիստիկ խնդիր այստեղ չկա։ Եթե դու 40,000-նոց մարզադաշտ կառուցում ես Գյումրիում, Կրասնոդար քաղաքի օրինակն եմ ուզում բերեմ, երբ Գալիցկին Կրասնոդար քաղաքում 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ կառուցեց այդ ստադիոնը, որը Եվրոպայում երկու լավագույն ստադիոններից մեկն է այլևս համարվում, հա։ Շուրջը կառուցվեց զբոսայգին, որը նույնպես շատ սիրուն ու էֆեկտիվ զբոսայգի է։ Ենթակառուցվածքները, այսինքն ներդրողները իրենց եկան սկսին փոխի ենթակառուցվածքներ կառուցել։ Ինչի՞։ Որովհետև երբ ներդրողը գիտի, որ տարվա ընթացքում
նվազագույնը 4-ից 5 անգամ հավաքականը այդտեղ խաղեր է ունենալու եւ քաղաք գալու է մինչեւ 200,000 մարդու հոսք։ Տարվա ընթացքում 1 կամ 2 անգամ էլ հայտնի արտասահմանյան երաժիշտի երկու դերես, օրինակ չգիտեմ, Ռագնսին միշտ իրենց անունն են տալիս, որովհետեւ իրենք ամենապոպուլյարն են այսօր, հա։ Դու այնպեսի տուրիստական հոսք ես ապահովելու Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, ոչ մարդկանց համար այս քաղաքը արդեն դառնալու է սուպեր իրադարձային քաղաք։ Գումարը, այն գումարը, որը այդ մարդիկ բերելու են այս քաղաքում ծախսելու են, հավատացեք 6-7 անգամ ավելի շատ է լինելու, քան Գյումրիի բյուջեն։ Ըստ այդմ, երբ մենք զարգացման ու զբոսաշրջության մասին ենք խոսում, դա պետք է կոմպլեքս դիտարկել, այլ ոչ թե օրինակ SX փառատոնը էֆեկտիվ կաշխատի, իսկ այս փառատոնը չէ։ Всё, მე հարցումել սպես տամ ու ես Իվարգյան Արթուր ջան, հարցը տալուց առաջ Շմավոն ջան կարողանում ես, չէ՞, դենքդ բացես, մի հատ բաց ախպերես։ Խնդրեմ Արթուր ջան, դուր։ Եղբայր ճիշտն ասած տեղս մի քիչ հարմար չի, բարի իրի գունդես մութա։ Բարև, ախպեր, ուրեմն իջացնում եմ, ախպերես, մեզի հարմար չի, որ լսենք ցավը տանում։ Մեր մոտ կա պրավիլ է։ Всё, կներես, ասա։ Իմ սա ժողովուրդը գիտեն, որ ես ոտքով ես ամբողջ քաղաքը չափչփում գ տարեկան 4 հատ կոշիկ կմաշեմ մինիմում 3 օր առաջ հերթական անգամ որ փողոցներով մանկու կայ 4 հատ տադիգ էին նստած կանչին թարթու արի կոֆե խմենք թե տադիգները TikTok-ի դիշկորդն են դիգե չասկսա բայց ճանչին կոֆեի բոլորը սյուն բդին դրեք մեկը սավ ես մարտուն մեկը ես մարտուն մետ ադը սավ ռուբոյից Фишко рубой контрацайкали тур, рубонов спеспанов. Сам մեջը կարակ կա, դուք չեք հասկանում, մի հարց։ Այդ կարակը կնամ արի, թե դիմանատպես, այդ անկեղծ կարակ է, ես դες քեզ հետ շփվել եմ, ես գիտեմ ինչ խոսամ, ու հայ այդ խելար իդեալները, վաու իդեալները, ֆայտոնի կոնկա, չգիտեմ, այն ինչ որ բերե բդի մեր քաղաքին, ինչ որ ես 2 տարի գճվամ որ այս քաղաքի խելար է պետք Ես իզուր տեղը չեմ ճվա, խելարը լավ իմաստով, որովհետև բոլոր աշխարհի լավագույն բաները կժեն են մտածել ու չի կարող հանդեսել։ Հիմա այդ կնոջ տեղը քեզի հարցնամ, Ռուբել ջան, կնա կարագը մարի, թե այդ կարագը կեղնի կմնա ու կշարունակվի։ Կարագը չի կրնա մարի, որովհետև ձևը չի դենք մարելու այդ կարագը Արթուր ջան։ 17 տարեկան է, երբ որ սկսեցինք կավեն խաղալ այդ ժամանակ բոլորիս երազանքներ ինչ որ մի մոդիֆիկացիայով հայտնվել շարմում աշխատել, որովհետև շարմը համարվել է մեր այդ մասնագիտության այդ ժամանակահատվածի երազանքների պիկը, ու երբ որ այնպես ստացվա, որ ես 97 թվականին արդեն շարմում աշխատում եմ, այնտեղ ինձ ասում են Հայաստանին 5-րդ էներգաբլոկ պետք չի, ռուբոյից կարելի է 2 հատ լար տալ ռուբոյի էներգիան Գաբաովի Փառք ասու այդ էներգիան մնացել է առողջականս շատ լավ է 8 տարի արդեն չեմ ծխում զբաղվում եմ էներգիասային կամ բավարարել Вообще քո կալավը ես կնամ էլ քաղաք չքել եմ այդպես մտածենք Չէ իրար հետ կքել են կարճ ջան Օգնել եմ ապսում հանգիստ թողել Դա հարցը մեգել Լավ Արթուր ջան շնորհակալություն հարցի համար ես մի հատ շատ լուրջ հարց ունեմ տալու մենք մի քիչ sense արդեն անցանք այն տեղը անցանք որը Ռուբենը իրան զգում է ոնց որ ծուգ է ծովում հումորը չէ արի հետ Ռուբեն ջան արի հետ իմ ախպեր ես հասկանում եմ sense այսօրվա քաղաքային իշխանությունների ձևավորման ընթացքում մի բան եմ հասկացել որ շատ հայրը սևեռված են Գյումրի ընտրություններին ոչ թե նրա համար թե իմանան ով է դառնալու Գյումրու քաղաքապետը այլ իրանք ուզում են ինչ-որ մի բանի նոր սկիզբ լինի Գյումրիից որովհետև իրանք այն անգամ էս տեսակով հարցազրույցը ասում ես խի եք մեր վրա գցում դուք բերեցիք մեր ախեմ մեկ ճամպինգ խրգեցինք մեզի չդիմավորեիք գիտեմ այդ պատասխանը բայց Ռուբեն ջան եթե գանք լուրջ այդ հարցին վերաբերվենք Կարանք սենց ասենք, որ այն մարդը, որը գնում է ԿՊ-ով, ինքը պատասխանատու է յուրաքանչյուր ԿՊ վարչության եւ յուրաքանչյուր Նիկոլ Փաշինյանի կողմից արած արտահայտությունների համար։ Լինի դա քաղաքային իշխանությունների ձևավորում, գյուղային, ինչ որ մի հատ թաղային, չգիտեմ, ինչ ուզում ա լինի։ Եթե դու ԿՊ-ի անդամ ես, ուրեմն դու
պատասխանատվություն ես կրում, օրինակ, կներես 1000 անգամ, գիտեմ, երբ կուզենաս կասես ստոպ էլ չեմ դիմանում, կանջադեմ, ընդամենը 2 րոպե է։ Այսօրվա արած հայրարարություն։ Շարունակելու Ղարաբաղի շարուն։ Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Արձագանք։ Եվ ասում եմ, էլի ասում եմ պաշտոնապես, այդ տեսեք այսօր ազգային ժողովի նիստ է, եւ ես որպես ասում եմ դա Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, ես վաղը չեմ մյուս օրը որևէ պահի կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, դուք կդառնաք Հայաստանի Մարդն ասում է, մենք վերջացրեք Արցախի հարցը, այսօրվա մեր դիրքորոշումն է, չկա Արցախի հարց, դուք են մի խոսացեք ու ուզում եք վերև թռեք, ուզում եք ներքև թռեք, Արցախի հարց այլևս չկա օրակարգում եւ Հայաստանի դիրքորոշումը առանց Արցախի է 29740 կանից։ Պլյուս դրան հիմի մարդիկ կան որ հարցեր են տալիս ԿՊ-ից ստե։ Իրանք ասում են դեսի քաղաքային է, ինչ եք բերում այդ բաները, մտցնում քաղաքային։ Այ ուզում եմ քեզանից լսել։ Ինքը իրա բերնով ասել, ժողովուրդը եթե ասի չէ, ես հելնելու եմ։ Հիմի ժողովրդին ասենք, ախպեր, ստեղից սկսենք չեն, հանենք այս մարդուն։ Խնդրեմ, քո պատասխանը։ Ուրեմն ցանկացած ոք, ով հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ինքը ամբողջությամբ կրում է պատասխանատվություն իր կուսակցության գաղափարային հոր բերնից հնչած բոլոր մտքերի նկատմամբ։ Չի կարող այդ մարդը ասել, որ ես այդ ամեն ինչի հետ կապ չունեմ, իմ գործը ասֆալտն է, աղբահանությունն է ու լուսավորությունն է։ Իմ համար ԿՊ-ի անդամները ասել, երկու մասի են կիսվում։ Մի մասը, որոնք 2008 թվականի հեղափոխությունից չագեշտավոր է, հեղափոխությունից հետո են դարձել ԿՊ անդամ։ Այդ մարդկանց մեջ գուցե եղել է ինչ-որ ռոմանտիկ հատված, որը հավատացել է այդ արժեքներին ու մտածել է, որ ինքը հիմա փոփոխությունների է մասնակցելու։ Բայց այն մարդիկ, ովքեր 2020 թվականի պատերազմից հետո են մտել, ոչ թե դուրս են եկել, այլ հետո են մտել, կամ ավելին 2023 թվականին հանձնված Արցախից հետո են դարձել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Այդ մարդկանց նկարագրի մասին խնդրում եմ ինձ հարց մի տու, որովհետև իմ համար այդ մարդիկ ընդհանրապես Ռուբեն ջան, այս մարդկանց մասին չեմ ասում։ Ես ուզում եմ դու ժողովրդին ասես, քո կարծիքը դու մտածում ես օրինակ հենց այսօր Նիկոլն ասաց, չկա Արցախի հարց։ Ուրեմն Սարիկ Մինասյանը կիսում Արցախի հարցը, որ չկա։ Այդ միանշանակ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, Սարիկ Մինասյանը իդեպ մի հատ լավ տարբերակ ունի, որը չի աշխատում։ Ինքը միշտ կարող է ասել, որ ես չեմ լսել, որ ինքը նման բան է ասել։ Հիմա փաստացի պնդում ենք, որ այն ամեն ինչը որ ասում է Նիկոլ Փաշինյանը, դա Սարիկ Մինասյանը նույնպես դրատակ ստորագրում է։ Չկա նման բան, որ ինքը չի կարող համաձայն լինել այդ մտքերի հետ։ Չկա նման բան, որ օրինակ մարզպետ Դավիթ Արուշանյանը համաձայն չի այդ մտքերի հետ, որ պայն Դավիթ Արուշանյանը համաձայն չլինի այդ մտքերի հետ, իրեն մարզպետի պաշտոնից կհանեն։ Ըստ այդմ բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, չէ, սա քաղաքային ընտրություններ է, այդ մարդը այդ ամեն ինչի հետ կապ չունի, ոչ ժողովուրդ ջան։ Սա նաև քաղաքական ընտրություններ է, որովհետև քաղաքական կուսակցություններն են մասնակցում այս ընտրություններին։ Ու այդ քաղաքական ընտրություններին տեխնացուներից մեկի գաղափարային հայրը Ռեդինը վերցրել է ու ջնջում է մեր ամբողջ պատմությունը, որը ձևում է Հայաստանի Հանրապետության քարտեզը այնպես, ինչպես իրեն հրահանգում են իր թուրք տերերը, Ալիևն ու Էրդողանը։ Ըստ այդմ այդ թուրք տերերը ընդհանուր քաղաքացիական պայմանագիր կուսակցության տերերն են, որի ներկայացուցիչն է նաև Սարիկ Մինասյանը։ Շնորհակալություն անկեղծ պատասխանի համար։ Ես բոլոր տեխնազուներից եմ հարցը տվել ու ստացել նմանատիպ պատասխան, որ
յուրաքանչյուր մարդ, ով գնում է ինչ-որ կուսակցությունով, եթե կուսակցությունը որոշում է կայացնում կամ ունի ծրագիր ու ցույց է տալիս այդ ծրագիրը, դու չես կարող ասես Ղարաբաղի հարցում, օրինակ Արցախի հարցում, ես Նիկոլի հետ համաձայն չեմ, մնացած ասֆալտի հարցերում համաձայն եմ, չկա դες բան, ժողովուրդ ջան։ Ստե սա կոմպլեքս է։ Եթե մենք ես հասկանում եմ Ռուբենը հենց հիմա ծիծաղում է ցավից, որ մենք այսօր միջև հիմա չունենք ազգովի բանը համաձայնություն գաղափարախոսություն, որ ոնց կարա մարդը ելնի ազգային ամենամեծ բանից, ամբիոնից հայտարարի, որ մենք չունենք հայրենիքի այս ինչ մասը, ու դուք պետք է վերև թռնեք, վար թռնեք, համաձայնվեք։ Այդ շատ տարակուսելի է։ Ունենալով շատ կարևոր մի հատ բան է, Արսեն, ունենալով քո երկրում էթնիկ զտման ենթարկված 100,000 արցախցի, մարդիկ, որոնք երազում են վերադառնալ իրենց հայրենիք, իրենց տները, կանգնել ազգային ժողովի ամբիոնից, հայտարարել մի բան, որը երրորդ հանրապետության ստեղծման գլխավոր հենասյունն է եղել, Արցախյան գոյամարտը երրորդ հանրապետության ստեղծման հենասյունն է եղել։ Մեր բոլոր իղձերը ու երազանքները, որ ֆիքսված են անկախության հռչակագրի մեջ, հստակ այնտեղ գրված է նաև Արցախի մասին ամեն։ Հիմա այս մարդը ջնջում է ին քո մնացածի պատանեկությունը, երիտասարդությունը, պայքարը, կռիվը, հաղթանակները, վիրավորումները, չգիտեմ, այն բոլոր անցած ճանապարհները, որոնցով մենք որպես արժանապատիվ հայեր հպարտացել ենք, գլուխ ենք գովել։ Ասել ենք մենք այն ազգի ներկայացուցիչն ենք, որը կարողացել է հող ազատագրել։ Հող ազատագրել մի տարածաշրջանում, որտեղ մեծամասամբ շրջապատված է իրեն ոչնչացման առարկա դիտարկող ոսոխներով։ Հիմա ով կարող է նման բան ասել, եթե ոչ թուրքական քաղաքականության վստահորդը, գիտեմ, տեղապահը, մարդ, որը թուրք բառից չի վիրավորվում, լավ էլ ինչ ասի այդ մարդը, էլ ոնց ասի, որ մենք հասկանանք։ Բայց արեք մենք մի բան հասկանանք, որ ստեղ ավելի շատ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ ինքը միջև հիմա ղեկավար է, այլ այն մասանները, որոնք իրան ընդրում են ու ասում են, որ դու մեր ղեկավարն ես, դու մեր թագավորն ես։ Ներտես, երբ որ մարդիկ ասում են Փաշինյան Նիկոլը Գյումրիից է սկսել իր քայլերթը, լավ 2018-ին Գյումրիից սկսեց, 2021-ին ինչի գնացիք ընտրեցիք այդ մարդուն, ինչ կապ ունի այդ Գյումրի։ Ըստ այդմ այդ խոսույթներ էլի իր մեջ օբյեկտիվ բան չունի, էլի դրա համար մենք պետք է հասկանանք, որ այո, այդ ընտրողների մեջ օբյեկտիվորեն կան բազմա հազար մեր մոլորյալ հայրենակիցներ, որոնք այսօր վստահաբար են քանակությունը չեն կազմում, որը կազմում են 2021 թվականին։ Ի վերջո հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում իշխող ուժը 11% վստահություն ունի տանը։ Ու 11% վստահություն ունեցող ուժին իհարկե նաև Գյումրիի քաղաքական ու քաղաքային ընտրություններով մենք պետք է ցույց տանք ինչ 11%-անոց տեղ։ Շնորհակալություն, Վահան ջան, բարև, բայց Արամը շուտ է բացել, ես գիտեմ, Արամը դες կռվի, մի րոպե մի հատ Արամին լսենք։ Դե տարես տեղա, մեր ընկերն է, ավակ ընկերն է, ասա Արամ ջան։ Այս հարցը Ռոբեջան ես տալիս եմ բոլոր տեխնացուներին, որ հաջողվել է ասենք զրուցել։ Մի քիչ ասենք երևի կարող է դաժե պրովոկացիոն հարցա, բայց թե կապ ունի քաղաքի հետ ամենայն դեպս։ Գյումրիում գտնվում է 102-րդ բազան ռուսական։ Ինչ նշանակություն ունի դա Գյումրիի համար ու ինչ եք մտածում դուք այդ բազային, եթե դառնաք քաղաքապետ, ինչ հարաբերություն կամ ամենայն դեպս բազայի մասին։ Ես ռուսական ռազմաբազային վերաբերվում եմ այսպես։ Ռուսական ռազմաբազան Հայաստանում ու ընդհանրապես Գյումրիում ու հատկապես Գյումրիում երկու կարևոր հարց է լուծում։ Մեկը անվտանգային, մյուսը տնտեսական։ Ես տեսել եմ երկրաշարժից հետո այն մութ ու ցուրտ վատ տարիները, երբ որ Հայաստանում հացի խնդիր կար, երբ որ Հայաստանում գրեչկա ճարելու խնդիր կար։
ու այդ ժամանակահատվածում 102-րդ ռազմաբազան իր տնտեսական բաղկացուցիչով շատ մեծ օգուտներ է տվել Լենինականին ու Գյումրիին։ Ու մարդիկ այո կարողանում էին իրենց համար հարմար տարբերակով ռազմաբազայից ձեռք բերել կոնկրետ տնտեսական ու բարենային ապրանքներ։ Դա մեզ թույլ է տվել սովիկ չմեռնելու։ Հիմա այս կոնկրետ բան եմ ասում, որ ու այդ գիտեն ավակ սերունդի բոլոր ներկայացուցիչները։ Այս պայի դրությամբ երբ խոսում են 102-րդ ռազմաբազայից հրաժարվելու մասին, իսկ դա միայն 102-րդ ռազմաբազան չի։ Դա նշանակում է քո ամբողջ անվտանգային համակարգի վերափոխում, վերաձևափոխում, հա։ Եթե դու դրա փոխարեն դեռևս առաջարկելու ոչ չունես, փաստացի դու չես ասում 102-րդ ռազմաբազան որ դուրս եկավ, իմ անվտանգային խնդիրները ես լուծելու եմ այսպես։ Եթե դու այդ ամեն ինչը չես ասում, խոսելով Գյումրիում 102-րդ ռազմաբազան դուրս բերելու մասին, դա խելագարություն է ուղղակի։ Որովհետև իմ համոզմամբ դու ջարդի ձորերի քանակը Գյումրի քաղաքի շուրջը ավելացնելու ես։ Մենք տեսել ենք, չէ՞, բոլորս Թուրքիան ինչպես շվացնելով, քայլելով մտավ Սիրիայի հյուսիսի վերջերով։ Առանց, այսպես ասած, խոչընդոտի, հա։ Ըստ այդմ մտածել, որ Հայաստանին դա չի սպառնում, ոչ միայն մանկամտություն է, դա ռոմանտիզմ է կամ պետական դավաճանություն։ Ըստ մի հատ ճշտում, թե Արսեն դուք հարցն ես ավելի լավ այդ հարցը։ Ասա։ Մեծ ճշտում, դուք հաշվում եք, որ այսօրվա դաժե վիճակում 102-րդ բանակի, այսինքն ասենց ձևավորեմ հարցը, դուք ոնց եք կարծում 102-րդ բազայի գտնվելը Գյումրիում, Հայաստանի տարածությունում, դա ավելի շատ որպես ռազմական ուժ է հակադրվող Թուրքիային, թե իր ասենք բարոյական ասենք նշանակություն ավելի մեծ է, քան ռազմական։ Որտեղ ասենք ես չեմ պատկերացնում, որ Ես մեկը մյուսից չեմ տարանջատի, որովհետև նաև ունենալով միջպետական մեր պայմանագրերը, հա, նաև այդ ոլորտի, որոնք կան, ես առաջնորդվում եմ եղած փաստերով, այլ ոչ թե իմ, չգիտեմ, սեփական կարծիքով կամ պատկերացումներով, որովհետև նաև լինելով քաղաքականության մեջ, ես հստակ առաջնորդվում եմ հետևյալով. ինչ պայմանագրեր մենք ունենք մեր դաշնակցի հետ, այդ պայմանագրերի մեջ ինչ է գրած, պայմանագրերի աշխատեցնելը արդեն տվյալ երկրների ղեկավարների պարտականությունն է։ Մեր քննարկումներով այդ պայմանագրերը չեն աշխատի։ Հիմա եթե տվյալ երկրների ղեկավարները չուզենան, որ այդ պայմանագրերը աշխատեն, այդ պայմանագրերը չեն աշխատի։ Ըստ այդմ այն ինչ որ գրած է այդ պայմանագրերի մեջ, ես առաջնորդվում եմ դրանով։ Իրենց դիտարկում եմ թե մեր անվտանգային համակարգի բաղկացուցիչ մաս, թե Գյումրի քաղաքի համար նաև տնտեսական։ Դա Ռուբենի պատասխաններ, դա իր կարծիքն է, մենք հասկացանք իր կարծիքը որն է։ Ռուբեն ջան, նորվա շմավոնը, որ ես իջացրիչ ասացի, թե ես հարմար չի որ բան, հենց հարցը գրել է։ Այս փորձեմ սենց ձևակերպեմ, էլ ինքը վերջում ասում է կարակ դրսևոր է քանում պետական շահի ոչ թե անձնագանի կամք։ Օրինակ, ես օրինակ ասեմ, էլի, տեխնազուներից մեկը հավաքել է 10,000 մեկ ձայն, դուք 10,000, դուք կմիանաք այդ տեխնազույն, որ ինքը լինի քաղաքապետ։ Թե կասեք այդ մի ձանը ինչ աղբերես, այդ մի ձայնով չարի, ռոտացիոն սիստեմով աշխատենք։ Այդ հարցը դրանում է, տեսեք, 3 Հարցությունների արդյունքում Արսեն ջան, եկեք ես հիմա այդ հարցը պատասխանեմ, որովհետև դա նվազագույնը արտաշ պատասխան չի լինի կոալիցիոն մնացած գործընկերների հանդեպ, որովհետև մենք իրար հետ պետք է քննարկենք ու պետք է գտնենք Բայց իմ մոտ սա պատասխանել են, չէ, դու եք դի պատասխանես, Ռուբեն ջան։ Մենք լավագույն շահը քաղաքի համար ու նաև տեխնացուների համար։ Անուն չեմ տալիս, չէ, անուն չենք տալիս։ Ես այս հարցի շուրջ ունեմ հստակ դիրքորոշում, ու քանի ընտրությունները մոտենում են, այդ դիրքորոշումը շատ ավելի կարծր է լինում, հա։ Որովհետև կարող է լինի նաև դեպք, օրինակ, որ ես հավաքեմ 10,000 մեկ ձայն,
Մյուսը հավաքի, չգիտեմ, 6500 ձայն, այն մյուսը հավաքի 8500 ձայն, ու մենք քննարկման արդյունքում տվյալ ժամանակահատվածի համար որոշենք, որ 8500-ը պիտի լինի քաղաքապետ, տարուկես հետո այն մյուսը պիտի լինի, տարուկես հետո այն մյուսը պիտի լինի։ Օրինակ։ Լավ, ցենց ասեմ, ԿՊ-ից բացի կան ուժեր, որ հետները չեք միանա։ Չենք միանալու բոլոր այն ուժերի հետ, որոնք երբևիցե նկատվել են։ Կան այդպես ուժեր, անուններ մի տվեք, կան այդպես ուժեր, դուք ձեր ուրվագծում կան այդպես։ Իհարկե չենք միանալու։ Ես հիմա այս պահին դիտարկում եմ բացի մեզնից, ընդամենը եւս 5 ուժ։ Հասկանալի է։ Շնորհակալություն։ Վահան ջան, կարաս բացես դեպքդ ասես, աղբեր ջան։ Պրիվետ։ Բարև բոլորին։ Բարև ցավոք տանը։ Բարև։ Մի հատ հարց եմ ուզում տամ։ Աստված չանի ԿՊԱ-կանը ընտրվի։ Դուք բոլոր ընդդիմադիրներով պատրաստ եք պայքարեք իրանց ոչ թե մենակ խոսքով կամ ընտրություններով, այլ որևէ գործով, որ իրան կապ չունի, եթե դաժե ժողովուրդն է ընդունել, իրան մի ձևով հանեք այդտեղից։ Կլինի քաղաքական պատերազմ, կլինի արուն թափություն, ինչ, թե պրոստը համաձայնվելու եք, որ տենց է ու տենց շարունակվի։ Վահան ջան, կներեք այդ արյունահեղություն բառը շատ վտանգավոր բառ է, ես չեմ ուզենա ընդհանրապես այդ արյունահեղության մասին խոսեմ, քաղաքական պայքարից բխող բոլոր քաղաքական գործիքակազմը մենք վստահաբար օգտագործելու ենք ու օգտագործելու ենք նաև էլի առաջնորդվելով ֆեդերալիզմով, որ մաքսիմալ արագ նախ այդ որ դուք ասում եք Աստված ոչանի ԿՊ-ն ընտրվի, եկեք սպասենք ամսի 30-ին, էլի տեսնենք ինչ կլինի, որովհետև հիմա ռադիկալ նման արտահայտություններ անելը կտրուկ սխալ եմ համարում ու նաև կարծում եմ, որ մեր եթերը նայում են նաև ուժայինները ու նվազագույնը իմ պատասխանին շատ ուշադիր հետևում են, Լավ, համաձայն եմ ձեր հետ։ Այդ ժամանակ դուրս է գալի, եթե իրանք ընտրվան, ընդդիմությունը պրոստը սպասելու է մինչև մյուս ընտրության։ Ճիշտ հասկանում եմ ձեզ։ Ես այդ ձեր հարցին էլի կներեք Վահան ջան չպատասխանեմ, որովհետև իմ պատասխանը նաև կարող է ենթադրի ապագայի ինչ որ ծրագրերի ի հայտ բերել, որը ես չեմ ուզում, կներեք։ Լավ, մերսի, շնորհակալություն։ Ռուբեն ջան, ես նորից գամ առաջ։ Իմ համար նույնպես սկզբունքայնորեն օրենքի շրջանակներից դուրս պայքարը անընդունել եմ համարում, Հայաստանում չի կարող լինի հայը հային արուն թափի, որևիցե մի ձև, կապ չունի, պետք է ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում, եթե ժողովուրդը ընտրեց ԿՊ-ին, ուրեմն ԿՊ-ն պետք է լինի մեր իշխանը, ես այդպես եմ գտնում, եթե ժողովուրդը չի ուզում, որ ինքը ապրի, այնպես ոնց որ մենք ենք առաջարկում, ուրեմն մենք ենք մեղավոր, մենք ենք սխալ բացատրում ժողովրդին, ինչին կպետք է մեզ ընտրի, կամ ժողովուրդը ինքը ինքան անգրագետ է, որ չի հասկանում ինչ ենք ասում։ Երկու տարբերակ է, ուրիշ տարբերակ չկա։ Արսեն ջան, ես ժողովրդին այդպես ռադիկալ ձևակերպում չեմ, հա։ Բայց անգրագետ նշանակում է գրագիտություն չունեցող, քիչ սովորած։ Ես ուզում եմ ասեմ, որ միանշանակ կա հետևյալ բանը։ Յուրաքանչյուր ընտրություններ բաղկացած են երկու հատվածից՝ փառուզարշավի եւ նաեւ իշխանության կիրառվող վարչական ռեսուրսից, հա։ Հիմա բոլորս է շատ լավ հասկանում ենք, թե այսօր ես տարբեր տեղերից իմացել եմ, որ պոլիտեխնիկ ինստիտուտի դասախոսներին պարտադրում են, որպեսզի իրենք ընտրեն քաղաքական պայմանագիր կուսակցությանը։ Մանկավարժական ինստիտուտի դասախոսներին ասում են, որ հատ կանչում են ու ասում են, որ դե պետք է ընտրեն իրանց սարիկին, ու այդպես համատարած։ Ասում են, որ պետական ձեռնարկություններում կամ պետական հիմնարկներում պետք է նկարահանեք, ոչ թե նկարանեք, այլ վիդեո նկարեք, նախ պիտի ասեք, որ ժամին եք գնալու ընտրության։ Հետո վիդեոյով պետք է նկարեք, որ մենք այդ վիդեոյում ֆիքսված ժամի վրա տեսնենք, այդ իրոք դուք եք թե չէ, քվեաթեշտիկը պետք է դնեք մեջը նկարելով։ Բացի դրանից ընդդիմադիր 2-3 տեխնացուների քվեաթեշտիկներն է դուրս պետք է անեք, որ տեսնենք, որ
դուք հաստատ իրենց չեք քվեարկի։ Այդմ այս լուրերը, որ տարածվում են օդում ու գալիս հասնում են մեզ, եթե իրավապահ մարմինները չեն գնալու այդ ամեն ինչի հետևից, նշանակում է, որ իրենք շարունակելու են այսպես ասած թիտեր նկարել եւ օրինակ, չգիտեմ, ակտի համար ինձ կանչել Երևան, որը շատ ծիծաղելի է, էլի։ Այնպես որ այո, այդտեղ կա նաեւ քարոզչության շատ լուրջ բաց թողում, ես այդպես եմ համարում, մեր վրայից մեղքը չցրենք։ Ուրեմն գուցե մենք էլ լավ չենք կարողացել մեր ժողովրդին բացատրել ու ամեն դեպքում եկեք առաջնորդվենք հետեւյալ սկզբունքով, սպասենք մարտի 30-ին, որովհետեւ ես ներքին համոզվածություն ունեմ, որ մեր ժողովուրդը այլևս այդ թմբիրից դուրս է եկել, ու մենք որակապես այլ պատկեր ենք տեսնել։ Արմեն ջան, բարև, բաց մի հատ էկրանը դա Արմեն ջան, հարցը տնջեցրա։ Արմեն, մեր հետ ես թե չէ, ախպեր ես, ախր բարսանում եք, տղեք ու չեք բանանում։ Okay, Նարեկ ջան, ասա Նարեկ ջան։ Մերսի Արքան ջան։ Ռուբեն ջան, մի հատ sense բան է, էլի, հա մենք լավից ենք խոսում, ճիշտ է, մենք ուզում ենք լավը լինի, իրոք բոլորս սրտանց ուզում ենք, որ լավը լինի, բայց հենց այդ տարբերակի վրա էլ եմ, էլի ես ուզում կենտրոնանանք, որ կարա ասենք նույն ընտրակեղծիկ, չգիտեմ, ընտրակեղծիկ կլինի թե քո ասած նշած տարբերակները, որը էլի կա ընտրակեղծիկ է համարում, այսինքն ուղղորդում կոնկրետ։ Հիմա ասենք այդ ուղղորդումները, որ եղան ու մեծ շատ վատ պատկեր ստացանք, որ բոլորս ասենք չենք ցանկանում այդ պատկերը տեսնենք։ Հենց հարցը դրանում է, այդ պայքարը որպես տես ասում են, չէ, Գյումրից սկսեց Նիկոլ Փաշինյանը եկավ ընդհանուր արդեն Գյումրին արդեն դնենք մի կողմ ու դառնա այդ ընդհանուր քաղաքական պայքար։ Այդտենց տարբերակ դու նայում ես, որ կարա հնարավոր լինի, որ նաև այդ ձև տարբերակ դառնա։ Նարեկ ջան, ամեն ինչ Մենք կապված ինչքան է խուսափենք Ռուբեն ջան, բայց իրոք ժողովրդին շատ հետաքրքիր է։ շատ ճիշտ եք ասում, ժողովրդին պիտի դա հետաքրքիր լինի, որովհետև դա իրենց կյանքի ու իրենց ապագայի հետ կապ ունի, բայց վերջի 7 տարվա տարբեր ու տարատեսակ պայքարների մասնակցությունն էլ ինձ բերել է հետևյալ մտքին, որ ժամանակից շուտ ոչ մի բան խոսել չի կարելի կամ արտահայտել, որովհետև իրականությունը շատ հաճախ այլ է, քան մեր պատկերացումներն ու ցանկությունները։ Դրա համար եկեք մարտի 30-ին սպասենք, քիչ է մնացել, հետո կերևանից։ Շնորհակալ եմ։ Արմեն ջան, Աբրես Նարեկ ջան, Արմեն ջան, խնդրեմ, բաց միկրոֆոնը դախտեր ես։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Նախիտարյան ջան, բարև ջիգար, էլի ես եմ։ Ողջույն։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ։ Հիմա մի հատ բան եմ ուզում։ Մեր քաղաք։ Հա, ես եկա շատ բաներ բարձեցի, էդիկ արդեն լավ է, սա նորմալ է։ Մի հատ լավ ծրագիր ասեք, որ ոչ մի տեխնացու Գյումրիում չի առաջարկել, որ դուք անելու եք այդ ծրագիրը։ Դե մեր առաջարկած զբոսաշրջային ծրագրի դրույթ բանը ոչ մի տեխնացու չի առաջարկել, բայց մի հատ հետաքրքիր բան ասեմ, որը տեսեք, մենք ապրում ենք ինստաաշխարհում։ Ներս գիտենք, որ այդ համացանցային նկարվել հասկացողությունը շատ սիրում են զբոսաշրջիկները, օրինակ մենք Գյումրիի կենտրոնից զբոսաշրջիկների փոխի դիվերսիֆիկացիան ապահովելու համար, որպեսզի նաև ծայրամասեր տուրիստը գնա հասնի, տարբեր տեսակի ծրագրեր ու կառույցներ ունենք մտածած, որը պետք է ստեղծենք այդ տվյալ թաղամասերում, օրինակ այդ բաներից մեկը Սև բերտը որ կա, Սև բերտի տակ բլուր կա, տեսել եք։ Այդ բլուրի վրա մենք ուզում ենք իդենտիկ նույն ձև հավաքենք, բոլորը տեսել եք Կալիֆոռնիայում այն Հոլիվուդ գրվածքը։ Տեսել եք, չէ՞, խնդրում եմ գլխով արեք, Արմեն Արսեն։ Այդ Հոլիվուդը պատկերացրեք 4 մետրանոց իր տառերով, եթե այդ բլուրի վրա մենք սարքենք, Հ տառը հանենք, եթե Օ տառը անգլերեն դնում ես դիմացը ու վերևն է մի հատ գիծ, հայերեն Ծ տառն է ստացվում ու լինելու է Ծոլիվուդ։ Ու մենք այդ Ծոլիվուդ գրվածքը
մարքեթինգային շատ մեծ ռասկրուտքի ենք ենթարկելու, ես վստահ եմ, որ Գյումրի եկած զբոսաշրջիկների զգալի հատվածը միայն այդ տարերի մոտ գնալ նկարվելու համար, մենք նաև դա PR-ը անելու ենք այնպես, որ աշխարհում 3 նմանատիպ բան կա. Հոլիվուդը, Բոլիվուդը ու Ծոլիվուդը, այսինքն մենք ոտ ենք գցելու աշխարհի հետ նաև այդ առումով։ Այս տեսակի բաներ շատ ունենք մեր քաղաքի համար մտածած։ Տեսեք, քաղաքի բոլոր մուտքերը, բոլոր 7 մուտքերը ունենալու են հստակ ձևավորում, որտեղ մարդը, որը այդ ճանապարհով մտնելու է Գյումրի, արդեն մի 400 մետրից տեսնելու է ցուցանակը, որը առանձին արվեստի մի գործ է լինելու։ Գյումրի գրվածքը բոլորինը նույնն է լինելու, բայց կողքը լինելու է Գյումրիի խորհրդանիշերից մեկը, օրինակ, չգիտեմ, ֆայտոն, մուշուրբա, դուդուկ, մեր հայտնի դռները, հա, ու մտնելուց ինքը միշտ իմանալու է, որ քաղաքի մնացած մուտքերը նույնպես ինքը պետք է գնա տեսնի, որպեսզի այդ բոլոր ստեղծագործությունները ոչ միայն նաև հիանա դրանցով, այլ իհարկե նաև նկարվի։ Ամեն ինչ կոպիտ ասած մեր քաղաքի համար ունենք մտածած, որպեսզի ինքը ոչ միայն զբոսաշրջիկի համար հետաքրքիր լինի, այլ նաև մեզ գյումրեցիներիս համար բերի մեր քաղաքի հանդեպ մեծագույն ներդաշնակություն ու այդ մեր լոպազությունը էլ ավելի վերև ելնի։ Ես չեմ էլ կասկածում Ռուբեն ջան, եթե դու որ անցնես ու վստահ եմ որ երեկվային կասկածում Արմեն ստոպը Չէ, հələ չէ, ես երեք համոզվել եմ, ես երեք Գյումրիում համոզվեցի, որ ԿՊ-ն կարևոր է, որ ԿՊ-ն չի անցնելու, ես իմ աշկով տեսել եմ այդ ամեն ինչը։ Մնացածը Մխիթարյան ջան, ձեր ընդդիմությանը հաջողություն եմ ցանկանում։ Իմ արև Գյումրեցիկ ջան, գնաք ընտրեք այն ամենալավ տեխնացուին, ով որ արժանի է։ Ձեզ հաջողություն Մխիթարյան ջան։ Լավ եղեք, այն ոնց էր ասեմ գազ տվեք։ Հիմա ձեր հերթն է, դուք գազ տվեք Գյումրիում։ Ապրի արևը դախտի ջան։ Ապրես Արմեն ջան, կարճ հաստամ հետո տղեկը նորից հարց կուտան, կարճ, շատ կարճ։ Կա ինչ որ բան, որ մինչև հիմա հիշում ես, ամաչում ես Ռուբեն ջան։ Հա, իհարկե։ Ես կարծում եմ, որ չկա այդպիսի մարդ, որը Նշես մի բան նշել, այնպես անկեղծ։ Լավ, էլի աղբոր պես։ Լավ, մի բան, ասենք ես ինչ բանից դու ամաչում ես։ եմ նշի, շատ անձնական է ասած։ Հա, լավ, հասկանալ է։ Ալիա մի հատ հարց։ Հա, աղբերս, հա։ Մի հատ հարց է ուզում տալ։ Ես ցանկանում եմ, որ դուք ընտրվեք կամ Մարտունը կամ Կարենը։ Բայց այդ հարց ուզում եմ ձեզ հարցը տամ։ Դուք պատրաստ եք ձեր բոլոր քայլերը, ձեր բոլոր հարց ու պատասխանները, բոլոր կառավարական որոշումները պարզ ցույց տալ ժողովրդին, որ ժողովուրդը իմանա, ոչ մի կուլիսի հետևից թաքնված հարցազրույցներ, հարցերի լուծումներ չլինի։ Ինչ որ անեք, ինչ որ միտեղ ձեր սայթում կլինի, որ ձեր ամեն քայլը պարզ լինի ժողովրդին, թե խի արեցիք, ինչու արեցիք ու պատճառները ու ձևերը։ Տեսեք, այդ ուղղակի հնարավոր չի, որ այդպես չլինի, որովհետև քաղաքապետը միանձնյա որոշումներ կայացնողի դերում չի միայն, հավականի այնտեղ կա, որը հավասարակշռելու է քաղաքապետի գործունեությունը ու ընդհանրապես իմ ամբողջ գործունեությունը թե մասնավորում, թե հանրային արտակում այնքան բաց ու թափանցիկ է եղել, սկսած իմ էջերից կարող եք հետևել, նույնը լինելու է հիմա ու այն ամեն ինչը, որ արգելված չի օրենքով չասել, մենք ոչ մի կաշկանդվածություն չունենք։ Վահան ջան, ես արդեն 3 մետրանոց խոշորացուց եմ առել, որն է գուզե իրանցից նստի քաղաքապետ, խոշորացուցով նայելու եմ աղբեր, որովհետև ես էլ եմ աջակցել իրանց, որ իրանք դառնան այդ քաղաքապետը։ Արձան, եթե կարելի է մի հատ հարցը Կարելի է։ Ռուբջան, մեկ էլ sense բան հարցնեմ էլի քեզ։ Ասենք, չգիտեմ, ես քեզ ի սրտե մաղթում եմ հաջողություն, բայց ասենք նենց ստացվի, որ դու կազմես քաղաքային իշխանության մաս։ Այդ նույն պրոյեկտների հնարավորությունը դու լրիվ, այսինքն, sense կոմպլեքս էլի հնարավորություն կունենաս
կամ կառաջարկես, որ այդ ամեն ինչը արվի, որովհետև ես խոսած նայում եմ ինքը շատ հետաքրքիր։ Եթե ես չլինեմ քաղաքապետ, բայց լինեմ Հա, կոալիցիա։ քաղաքապետ չլինեք, բայց հա, կոալիցիայի մաս լինեք։ Նարեկ ջան, ես հասկացա։ Միանշանակ հատետը, որը մենք պատրաստվում ենք իրականացնել, մենք ներկայացնելու ենք օրվա քաղաքապետին ու ասելու ենք նայ, այս հատվածով այս ամեն ինչը կարելի է իրականացնել։ Հիմա այլևս կոպիտ ասած քաղաքապետի որոշմանն ու հայեցողությանն է դա մնալու, որովհետև պնդում եմ, որ այստեղ քաղաքապետի դերն ու դիրքը հավատացեք, բանակցություններ վարել այդ տվյալ ծրագիրը իրականացնելու շուրջ շատ կարևոր դերակատարություն ունի։ Ես օրինակ կոնկրետ օրինակ ձեզ դուրեմ, հա, այն ժամանակ, երբ որ ես աշխատում էի հեռուստատեսությունում, ղեկավար պաշտոնում տարբեր հեռուստաալիքների ղեկավարներ բանակցում էին UEFA-ի հետ, որպեսզի Չեմպիոնների լիգայի կամ այլ խաղերի ցուցադրման իրավունք ունենան։ Միշտ այնպես էր ստացվում, որ ամենալավագույն պայմաններով այդ խաղերը բոլորը բանակցում էին, բայց ամենալավագույն պայմաններով այդ խաղերը կարողանում էի ես բերել մեր հեռուստաալիքի համար։ Այսինքն այստեղ բանակցողի դերակատարությունը շատ մեծ դեր ու նշանակություն ունի։ Մենք միանշանակ կոալիցիոն քաղաքապետին, եթե մենք չենք դա, միանշանակ մեր բոլոր ծրագրերը, որից նա ցանկանալու է օգտվել, բաց է լինելու իր համար, ոչ մի տեսակի։ Դե ես իսրտե ուզում, եթե ձեր մոտ ստացվել քաղաքապետ դառնալը, ուզում եի որ կուզենայի իսրտե որ հենց այդ туриզմի դաժե մենեջմենտը քաղաքի ամբողջովին։ Մի նա ինչ հարց եմ տալու, Նարեկ, նայ ոնց եմ շարունակում հարցը։ Նայ, տես դու ես ինձ ձևի կուտամ, էլի հարցես։ Ռուբեն ջան, կոալիցիոնի ժամանակ խոսալու պաշտոններ քննարկելու ես, թե չասելու ես դու եղի ախպեր քաղաքապետը, այնտեղ դու մտածես։ Կուտաս մեզի թե չես տա։ Բանակցությունների ընթացքում ամեն ինչը բարձ է լինելու։ Արդեն սպես ես նստե, ախպեր ձերերը ծալել ես, elə մենակ ցույց տուր էլի։ Փակվել ես մեզնից արդեն Ռուբեն ջան։ Արդեն մեզնից փակվա Ռուբեն է, վсё։ Կամած կերտան քեմի ավարտին, Ռուբեն ջան, կես ժամ մնաց է դիմացի։ Ես մի հատ sense հարց տամ, ցավը տանեմ։ Դու ոնց ես մտածում, դու որ քաղաքապետ լինես կամ կոալիցիոն անդամ լինես։ Կինո հոկտեմբերի շենքը, խոսակցություններ կա, ես չեմ տեսել, Արթուրը եթե միշտեղա բարձրացնեմ, ինքը ավելի կոնկրետ կարող է ասի։ Ինքը ինչ որ ակցիա էր սկսվել ստորագրավակ, որ արդեն կա ինչ որ որոշումներ կամ ինչ որ որոշման նախագծեր, որ երկրորդ, երրորդ հարկցեն կինո հոկտեմբերի գլխին։ Դու ոնց ես вообще վերաբերվում այդ խնդրին։ Արժի մեր կենտրոնը դենց վերաձևավորել կամ ինչ-որ բան։ Ոչ թույլ չեմ տալու։ Այսինքն դու կտրականապես թեմ ես լինելու, որովհետեւ նմանատիպ ակցիաներ ունեն։ Ունի պատմական միջուկը եւ հրապարակը հատկապես։ Ոնց ես պատկերացնում մի կառույց, օրինակ, որը ավելի բարձր հանգած լինի 7 վերքի գմբեթից կամ չգիտեմ, ամենափրկչի գմբեթից։ Այս դրա մասին է, ես հենց այդ ուզում եմ իմանալ։ Սովետական միության, սովետական Հայաստանի ժամանակահատվածում առանցեն է եկեղեցու դիմացի մի հատ շենք էին կառուցել, որը փակվում։ Այնպես ստացվեց, որ երկրաշարժից հետո, չգիտեմ, Աստծո պատիժն էր, թե ինչ էր, բայց ամեն դեպքում մեր երկու եկեղեցիները, տեսեք, Գյումրի հրապարակը այն հրաշալի եզակի հրապարակներից մեկն է, որը իդեպ 2016 թվականին նաև Հռոմի Պապն էր ֆիքսը, հա, որ դեմ դիմաց երկու եկեղեցի ունի։ Աշխարհում նման հրապարակներ էլ գոյություն չունեն, էլի։ Հիմա այդ հրապարակի ընկերը գեղացնել բիզնես նկատառումներից ելնելով Մի հատ թեթև հարց է տամ ու ես փակում եմ արդեն միկրոֆոնը, ստաղի կներեք, շատ թեթև հարց եմ տալու, կներեք 1000 անգամ։ Ռուբեն ջան, տես, մեր քաղաքի հյուրանոցները պարզ է, իրանք չասնի մարդկանց են, իրանք ոնց ուզում են գնային պոլիտիկան բանը անում են։ Ում մոտնա ժողովուրդ։ Շնորհակալություն։ Բայց շատ եմ ես իմացել, ես հյուրեր եմ ունեցել, որ հետս եկել են Գյումրի, իրանք ամեն ինչից գոհ են մնացել, բայց այդ մնալու հարցը իրանք ասել են Արսեն ջան, դե շատ թանկ է, մենք ավելի լավ է հետ վերադառնանք Երևան,
մեր համար է, քանց մնանք մեկ գիշեր, երկու գիշեր Գյումրիում։ Ոնց ես դու տեսնում այդ խնդրի լուծումը, եթե չասնգի ձեռնա ու թանկ է դնում գինը, ահա որ թանկ է դնում, ասենց ասած։ Ու կենտրոնից մի քիչ հեռվացնենք, էլի այդ բանը, տուրիզմը, ինչ ձև ես տեսնում այդ խնդիրը։ Ամեն ինչ տնտեսությունը, ամեն ինչ պահանջարկից է գալիս։ Հիմա տես այդ բանը հյուրանոցատիրոջը մեղադրել, որ ինքը բարձր գինա դրե այն պարագայում, երբ որ իր հյուրանոցը աշխատում է 1 օր, հա վերջը ծախս է, չէ, հյուրանոցը պայելն է, իրենից ենթադրում է լուրջ ծախս։ Հիմա Գյումրիում հյուրանոց պայելը, երբ որ քո մոտ ձմեռը տևում է 4.5-5 ամիս, այդ նշանակում է այդքան ջերուցում, երբ որ համարները դատարկ են, պատկերացրա։ Ավտոմատ դու գինը բարձրացնում ես, որ ինչ որ մի ձև կոմպենսացնես քո։ Բա ինչ անենք, որ ձմեռն է մեր մոտ հյուր գա։ Էդ էլա չէ՞ պետք մտածել։ Ծրագրային սեգմենտը այն զբոսաշրջային ծրագիրը, որը որ մենք ներկայացնում ենք, իրենից ենթադրում է նաև այն, որ մեր քաղաքը չկանգնի նաև ձմեռվա ամիսներին։ Օրինակ մենք պատմականորեն այնպես է ստացվել, որ մենք շատ համերաք խափում ենք Գյումրիում նաև կաթոլիկ հավատքը ներկայացնող, հա, կաթոլիկ ուղղվածությունը քրիստոնեության ներկայացնող մեր հայրենակիցները։ Ֆրանկների հետ, ես լիքը ֆրանկ ընկերներ ունեմ, իրանց ցավը տանում, հա։ Ու մենք օրինակ մտածել ենք, որ ամանոր հասկացողությունը վերաձևակերպենք այսպես, որ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքից է սկսվում ամանորը, եւ այն տևում է դեկտեմբերի 24-ից, այսինքն կաթոլիկների, հա, Սուրբ Ծնունդից մինչեւ մեր հայ առաքելական եկեղեցու տաղավարտոն համարվող, հա, Սուրբ Ծնունդը, եւ այդ օրերի ընթացքում մենք ամեն օր այնքան միջոցառումների քանակություն ենք ունենալու, որ զբոսաշրջիկը Գյումրի գամնա ոչ թե ամսի 31-ին, 1-ին, 2-ին ու թողնի գնա, այլ իր արձակուրդը տարեկան օրինական հաստող հենց այդ ժամանակահատվածում ձևակերպի, որ կարողանա այդ օրերին ինքը անցկացնի Գյումրիում։ Հետևար ամսին մենք որոշել ենք Վալենտինի օրը, Սուրբ Սարգիսը, երբ իրարն ընտառաջ է, այս 3 օրերը իրար միացնենք, ես ինչ եմ ասում, ամեն ամիս ունենալու ենք նվազագույնը 1 միջոցառում, 1 փառատոն, որը 3 օր է տևելու, որ իրենից ենթադրելով 2 գիշերակաց նվազագույն։ Ու այդպես ու անել ամենամեծ նայ սիրո ամուսնության առաջարկությունը պատկերացրա Գյումրի հրապարակ, որտեղ բեմ է, պնդում եմ, որ մենք բերելու ենք աշխարհահռչակ երգիչներից մեկին, որը լիրիկական հայտնի ստեղծագործություն ունի, ու միաժամանակ հրապարակում մոտ 200-ից 300 զույգ ու ամեն տարի ավելի շատ, որպեսզի գնանք դեպի Գինեսի ռեկորդներ։ Ես մասշտաբներից եմ խոսում, ժողովուրդ, Արտուրը ասեց խելար ղեկավար է պետք, ես լրիվ իր հետ համաձայն եմ, որովհետև Գյումրիում 2 բառ կա, հա, օրինակ բերեմ, հա, երբ որ որպեսզի այդ բառերի տարբերությունը հասկանան, հա, երբ որ Շիրակը հաղթում է, Գյումրիում ասում են խելառները հաղթեցին, երբ որ պարտվում է ասում են սայլուկները կրվան։ Հիմա ոչ թե սայլուկ ղեկավարը Գյումրիի պետք, այլ խելառ ղեկավարը պետք, որ մասշտաբներից չվախենա։ Իսկ ես իմ կյանքում մասշտաբային բազմաթիվ պրոյեկտներ եմ արել, ու իմ խորը համոզմունքն է։ Դու պետք է պլանկեն այն մակարդակի բարձրացնես, այդ պլանկի հետևից բոլորը ձգվեն, բոլորը ուզենան բարձրանան այդ մակարդակի։ Ու խոշոր մարտահրավերներից վախենալ չի կարելի։ Եթե մարդը կանգնում ասում է, որ եթե կառավարությունը փող չտա, մենք այս քաղաքը քաղաքի բյուջեով պահել չենք կարողանա։ Ինչ է անում ինքը քաղաքապետի պաշտոնում։ Ես այդ տրամադրության ենթարկվող մարդ չեմ։ Ես համարում եմ, որ քաղաքապետը պետք է լինի այն մարդը, որը կարողանա իր քաղաքի համար, բացի դոտացիոն բյուջեից ու սուբվենցիայից, ազատ փողի հնարավորություն ստեղծել։ Իսկ այդ մարդը այդ առումով պիտի լինի ստեղծագործ, կրեատիվ տնտեսությունից հասկանա, լավ կազմակերպիչ լինի, բանակցելու ունակություն ունենա եւ այդպես շարունակ։ Մի բառով ասած, լավ մենեջեր լինի։ Շատ լավ, շնորհակալություն, ես իմ կազորնի հարցը վերջինը կդամ, հիմա Արտուր ջան, դուր հարցը ինչ հարց ունես։ Ասել ես քնել էի համայնա ստիպած նորից չորա կա, բայց լավ օրել եմ հարցը տամ կինո։ Կարաս իշտես քնես, պրոբլեմ չունենք, մենք բան չենք գործում, ասա։ Նորից է, այսինքն բան չես գործնել, լավ ասա։ 100% չեմ գործել, շուտ հարցը տա։ Դեպտապ դեպտապ։ Որովհետև անհետաքրքիր է, թե պրոստը մեծ մարդ ես։
Դու ինքը մեծ սիվանդոտ մարդ է այ ախպեր։ Սա շուշուր է։ Մարդ սելոս պես է պարգած գնայեմ, հաջուկ կստանամ, պրոստը պարգած է։ Հիմի լավ, հարցս հետևյալն է, կինո օկտեմբերի հարցին պատասխանից, կինո օկտեմբերը առաջումս կատար է, բայց եթե ասված մի հարաս հանգարց իմ ուզածովությունի, то շարունակենք Ռուբոջան, այս քաղաքը ես 2 տարի իշխմտել եմ ժողովրդի 80% մոդենանք սենապես այս տոնածառները հնար չկա հանենք խելրանք, այս կեղդոտ, հոգնած, իշխոր լևոն պարսելան դերնիտ, իշխոր ինքն է պես է իրա պարած տոնածառները։ Հեմի աղբերս դուր էգար կոնեմ է դոնտից կպերզնենք էլ են, հրի գիտես խոր ինչ եղնեն, չիտեմ են քանդված լեննագանի սիմվոլ եղնի, որ հանելով ավելի թեգուս տոնատար նորից դեր, բայց սիրուն է, ես շատ տանջված է, լերիվ լևոնն է, պրոստը մի ամբոր ծիլի տնենք, որ են նորմալ կերնի։ Դու հարցը դուր կերար, լևոնին ինչի ինձի թշնամասնես, շու դերա։ Ոստանամ որ մեր հրաբարագում հաստատ սակուրաներ չենք տնգե։ Չէ, պետք չէ։ Ավինյան, կեզի բարևներ։ Իսկ հրաբարագի պատմականորեն մեր ավակ սերունդի մոտ ֆիքսված պատկերը, հա, որը նաև կապ ունի այդ երևույթների հետ, միանշանակ հին երևույթները պետք է փոխարինվին նոր երևույթներով, Պրոստը ես այդ հարցը ուսումնասիրել եմ, այդ երևույթները ժամանակին տերել են, իշխոր Մոսկվա կենեն, 35 տարեկան եղնելու դեպքում հանը պերը փոխել են ուրիշ են տերել։ Սկզբունքը կա, իհարկե բնապահպանների հետ էլ այդ ամեն ինչը քննարկենք, բայց նա այստեղ կա սպეციფიկ ուղղվածություն, էլի։ Եթե ծառը արդեն ապրել է, ու նաև հրաբարագին որոշակիորեն տգեղություն կպատճառի, փոխարինվի նորով, ես դեռ մեծ խնդիր չկա։ Մի հատ է արել կարևոր հարցը մարշն ու ես իշնեմ էլի կներեք որ Ջով ջան, իջեք, ով հոգնավ իջեք, ես վերջում թողեք ինձ Ռուբոյին։ Հասա։ Ռուբ ջան, մի հատ sense հետաքրքիր վատ բան էլի հետաքրքիր ուզում եմ իմ համարը։ Հա, հետաքրքիր վատ բան։ Նայ։ Դու հետաքրքիր վատ բաներ մենակ ԹՊԴ անում, ախպեր։ Չէ, նայ, ցավը տանեմ, sense մի հատ բան Հայկոն որ կար, նույն Կարքին հաղորդման Հայկոն։ Նույն քո սֆերայի մարդ էր ինքը, ու մտավ քաղաքականություն, իրեն քաղաքականությունը կերավ։ Ես հիմա ոչ թե անհանգստանում, այլ վախենում եմ, որ կար այդ նույն բանը, ասենք իշխանությունը քո հանդեպ անի։ Այսինքն այս իշխանության հետ, որովհետև աշխատել է շատ բարդ ու ոչ թե պատասխանատուր բարդ, դաժե տենց անշնորհակալ ու շատ կեղտոտ բան է, էլի իմ կարծիքով։ Հիմա դու ո՞նց ես նայում, դու որպես արվեստի մարդ քո այդ լավ մտքերով, գրանձիոզնի այդ բաներով, չէ՞, ես լսում եմ քեզ կայֆ եմ ստանում, լուրջ եմ ասում, ասենք, ուզում եմ դաժե գամ հետդ աշխատեմ, մի բան անեմ, քեզ օգնեմ, տենց շուտ մի բան անենք։ Բայց ո՞նց ես նայում դու այդ ամեն ինչին, էլի, այդ կարա լինի ու եթե չի կարա լինի, ո՞նց ես պայքարելու դրա դեմ, էլի, որտեղ լիշնի իմ համար շատ կարևոր պահ է այդ։ Նարեկ ջան, ես մտածում եմ, որ իմ աշխատանքը ու իմ ընթացքը քաղաքականությունում գլոբալ առումով չպետք է տարբերվի այն որակների հետ, որոնք ես ունեցել եմ, այն որակներից, որոնք ես ունեցել եմ հանրային գործունեություն ծավալել, էլի, որովհետև մարդիկ ինձ տեսել են, զգացել են, ընդունել են, ինչ որտեղ երևի նաև սիրել են կամ հավատացել են հենց նրա համար, որ ես միշտ փորձել եմ օսել այն, ինչ կարողանալու եմ անել, ու անել այն, ինչ խոստացել եմ։ Հիմա ես նաև իմ ուժերն եմ շատ ճիշտ հաշվարկել, հավատա գոնե թե վերջի 7 տարվա ընթացքում բոլոր պայքարներին մասնակցելով, ինչ որտեղ ակտիվ, ինչ որտեղ որոշակիորեն հետ քաշված, բայց երբեք ինձ կողքի չեմ բայ, հա։ Հիմա այն ժամանակահատվածն է իմ կյանքի եկել, երբ որ իմ կյանքի համար հերթական շրջադարձային որոշումն եմ կայացրել, այդ որոշման հետ ներդաշնակ ու հաշտ եմ։ Ես այս ճանապարհը չեմ մտել մենակ նրա համար, որ մարտի 30-ին կամ հաջողեմ կամ չհաջողեմ նեղանամ վերջերս հավաքեմ գնամ տուն։ Ես այս ճանապարհը մտել եմ, որովհետև անկեղծ հավատում եմ, որ ինքս մարդիկ կարող են մեր քաղաքին ու մեր երկրին փոփոխությունների նոր
բան հնարավորություն ստեղծեն, փոփոխությունների նոր ալիք բերեն։ Իրենց պատկերացումների մեջ չլինեն հին ու հնացած։ Իրենց գործիքակազմի մեջ չօգտագործեն հին արդեն մեռնող տեխնոլոգիաներ։ Իմ պատկերացումները թե քաղաքի, թե պետության մասին ապագայի հետ կապ ունեն ու ժամանակակիցի հետ կապ ունեն ու եթե կուզեք մենք պետք է Գյումրին իր ավանդույթներով ու արժեքներով համընտած քայլեցնենք ժամանակակից տեխնոլոգիաների հետ։ Մենք չպետք է մեր քաղաքը կպնենք մեր քաղաքի ավանդույթներին ու արժեքներին, բայց դրա կողքը նաև Գյումրին կներեք ես բարիս համար, պետք է դարձնենք Հայաստանի ամենապանտովի քաղաքը։ Հա, հասկանալի է։ Մերսի պատասխանի համար, էլի հաջողություն եմ մաղթում Ռոբերտ ջան։ Հաջողություն Արեգ ջան, ապրես ցավ։ Շնորհակալ եմ բոլորից, տեսություն ձեզ։ Հա, կարելի է, իհարկե, ասա ախպեր, ես վերջում հարցը Երկու հարց ներքևից, խոսք եմ տվել չեմ կարա չտան։ Չաթից հարցեր էլի։ Առաջինը մի քիչ սենց կյանքի հարց, հա։ Ուրեմն, երբ որ մեր ստեղ ձեր ասենք տեխնացուներից մի ուրիշ մարդ էր ստեղ, ասենք ասեմ ով Վարդան Ղուկասյանը ինքը խոստովեց մի հատ քաղաքացու, որ եթե դարավ քաղաքապետ կտա իրան հող, որպեսզի տուն սարքի վերադառնա Գյումրի։ Հիմա հետաքրում են մարդիկ, եթե դուք ընտրվեք, կարող եք մարդը մնալ առանց։ Ընտրական շարքի հոդականը, մի Սա առաջի հարցը։ Հարցին կպատասխանեմ, խոստանում եմ մարտի 30-ը։ Եղավ։ Երկրորդ հարցը։ Իհարկե այս հարցը շոշափվել է, բայց խնդրել եմ տամ դրա համար տալիս եմ։ Այդ հարցը դա իմ հարցը չի։ Կարեք նշեք մի երկու գործ քաղաքային մասշտաբի, որոնք որ դուք արդեն արել եք։ Քաղաքի համար։ Ես իմ քաղաքում արել եմ իմ ընկերների հետ բիզնես ներդրում։ Քաղաքում ստեղծել ենք Հայաստանի ամենահայտնի մյուզիկ հոլերից մեկը, ես առանց որ համեստության եմ։ Խոսքը Հայատ մյուզիկ հոլի մասին է։ Գյումրիում Գյումրիի 7 տաղանդավոր երիտասարդների մասնակցությամբ ստեղծել ենք Հայաստանի ամենաճանաչված բենդը, որը իր երկերով Գյումրիի բարբառը վստահորեն դարձրել է Գյումրիի ամենաճանաչելի բրենդը։ 2019 թվականին ընկերներիս հետ օգտվելով պետական ոչ մի ռեսուրսից, օգտվելով քաղաքապետարանի ոչ մի ռեսուրսից, այսինքն քաղաքապետարանը 1 դրամ չի ծախսել, մենք ընկերներով իրականացրել ենք Վարդավառի միջոցառումը Գյումրիում, որը մասսայական ամենամեծ միջոցառումն է եղել Հռոմի Պապի այցելությունից հետո։ Ու ծախսելով շատ քիչ գումար, մեր անձնական գումարները, մի քանի անգամ հանրայնացրել եմ դա, հա։ Ես ու ընկերս ամեն մեկս մարտա $1000 գումարով բերել, ամենը $2000 Գյումրի կարողացել էինք բերել մոտ 6400 զբոսաշրջիկ։ Ու այդ միջոցառումը դարձավ այն կարևոր նախերգանքը, որը ավելի խորը ուսումնասիրելով, հա, այդ փառատոնային սեգմենտը աշխարհի ինձ բերեց հետևյալ համոզմունքին, որ Գյումրին աննորմալ մեծ պոտենցիալ ունի այդ ոլորտում զարգանալու համար, իսկ մեր մշակած ծրագրերը բխում են հենց մեր պրակտիկ դաշտում, թե որպես բիզնեսմեններ, որոնք իրենց քաղաքում ներդրում են արե եւ էֆեկտիվ ներդրում է դա, մենք դժգոհ ենք մեր արած ներդրումից, էլի ասածս այդ է, մենք թե հաջողություն ենք ապահովել մեր երիտասարդներին, թե բարեկեցություն, թե իրենց, թե մեզ, հա, նաեւ ուժի աշխատակիցների։ Թե մեր քաղաքի համար մասշտաբային այնպիսի միջոցառում ենք կազմակերպել, որ վստահորեն պնդում եմ, որ եթե մենք կարողանանք նաև այն մնացած մտքերը իրականացնենք, Գյումրին դառնալու է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի ամենաիրադարձային կետը։ Շնորհակալություն։ Մերսի Վահան ջան, կարես հարցը տաս, Վահան ջան, դու էլ հարցը տուր ախպեր ես, կամաց ես արդեն 2 հարց ունեմ գլոբալ հարց, ենք երկար է պատասխանելու դրա համար, ինձ մի քիչ երկար ժամանակ է պետք, խնդրեմ Վահան ջան։ Չի լսվում ախպեր, ձենը փագած է։ Կներեք, իմ կապերից բանը, ուրեմն Գյումրին երկրորդ քաղաքն է Հայաստանի Երևանից հետո, ես ինձ հետաքրքրում է իշքան մասնա պետական բյուջեից հասնում Գյումրիին ու դուք ինչ պլաններ ունեք, որ կարողանաք բարձրացնեք, որ ավելի մեծ
բաժին գա Գյումրի քաղաքին, որպեսզի դուք կարողանաք Գյումրին ոնց որ ասած լավացնեք։ Ոնց պետք է բերեք ավելի շատ գումար դեպի Գյումրի, որտեղ ինձ թվում է քաղաքապետի ամենաառաջի գործը, որ ինքը կանաստեղծի պետական բյուջեից առանձին ավելացնի բյուջեն Գյումրիի ու ինչքան շատ կներես մեր այս լայվի ամենասկզբում բավականին հանգամանալից խոսել եմ, էլի, թե ինչպես ենք մենք ազատ փողի հնարավորություն ստեղծելու մեր քաղաքում, եթե խոսքը վերաբերվում է կառավարության հետ աշխատանքին, ապա մենք միանշանակ կառավարությանը առաջարկելու ենք ծրագրեր, հանրայնացնելու ենք, որ մենք կառավարությանը առաջարկել ենք ծրագիր, որի համար փող ենք պահանջում, ու եթե իրենք այդ փողը մեզ ինչ-ինչ պատճառներով տրամադրեն, պնդում եմ, որ ես այդ գումարները հայտայտելու եմ այլ տեղերից ու բերելու ենք այդ գործը անելու ենք, հատուկ նշելով, որ կառավարությունը մեզ մերժել է։ Կոնկրետ մի վառ օրինակ բերեմ, 2022 թվականից Բալասանյան դաշինքը մի քանի անգամ նախագիծ ու նախահաշվարկ է ներկայացրել Շիրակացի ու Խորենացի փողոցների ասֆալտապատման համար։ Ինչի եմ Շիրակացի փողոցը ասում, որ դա կառավարության փեշակն է, որովհետև փաստացի այդ փողոցը համարվում է M1 մայրուղու շարունակությունը, քանի այդ շրջանցի ճանապարհը չկա, այդ ճանապարհով են ֆուրերը գնալու, հա, դեպի սահման։ Ըստ այդմ դա կառավարության պարտականությունն է։ 3 տարի այդ 1.5 միլիարդ դրամը չեն տրամադրել քաղաքին, 3 տարի։ Հանկարծ Սարիկ Մինասյանը խնդրեց ու հանկարծ այդ գումարները հայտնվեցին։ Նայեք, այդ գումարները չեն տրամադրել 2022-2023 թվականներին այն ժամանակահատվածում, երբ մեր բանկային համակարգը ամենամեծ եկամուտներն է ունեցել, ամենամեծ գերշահույթն է ունեցել։ Բայց տրամադրեցին այն ժամանակ, երբ որ Հայաստանի տնտեսությունը գնալով անկում է ապրում, մեր արտաքին պարտքը հասել է արդեն եսիմ ուժ։ Ու ես ինչ հայտարարեցի։ Ես ասեցի, եթե ես դառնամ քաղաքապետ, ու այդ 1.5 միլիարդ օրինակ կառավարությունը չուզենա տա, պնդում եմ, որ ես այդ 1.5 միլիարդը ճարելու եմ ու մարդկանց նաև ասելու եմ, որ հարգելի համակարգացիներ, այս փողոցը պարտավոր էին իրենք ասֆալտելու, մենք օրենքով սահմանված կարգով նախագիծը ներկայացրել ենք, նախահաշվարկը ներկայացրել ենք, իրենք գումարը չեն հատկացրել, մենք այստեղից այդ գումարը բերում ենք ու այդ ասֆալտապատումը անում ենք։ Բայց հիմա ով ուզում է լինի քաղաքապետ, արդեն այդ մրցույթը հայտարարվել է եւ չնայած ես դա համարում եմ քարոզարշավի ընթացքում արված բան ու ընտրակաշարք, որպիսի ընտրողների էմոցիաների վրա ազդի, բայց ամեն դեպքում այդ որոշումը արդեն կայացրել է շատ լավ։ Գյումրիի ընդդիմադիր համայնքապետը մի բեռ ավելի քիչ կունենա։ Եկել մի հատ հարց ու վերջ, կարաս ինչս ստես։ Ոնց եք պատկերացնում, որ Գյումրի քաղաքը դառնալ ջահելության համար մագնիսային դաշտ, ասեմ ոնց որ մարդիկ ջահելությունը ավելի շատ ուզենա գա, ոչ թե դուրս գա ու թե իր գործերը առաջ տանի, քան թե գնա։ Պատկի ճիշտ կարծաք ասում, ջահելացնեք քաղաքը, որպեսզի ապրի երկար տարի։ Ես ինքս լինելով երիտասարդ, նայեք, տեսեք, այստեղ շատ կարևոր մենք տարանջատում պետք է տանենք, հա, թե այդ երիտասարդը ինչ մասնագիտություն ունի։ Որովհետև այդ տվյալ երիտասարդի մասնագիտությունը, եթե այնպիսին է, որ ինքը զարգանալու համար պիտի գնա ավելի մեծ քաղաքներ, ուրեմն մենք պետք է այդ երիտասարդին ոչ թե մեղադրենք, այլ հենց մենք ինքներս օգնենք, որ ինքը գնա, դառնա լավ մասնագետ, կայանա, պրակտիկ դաշտում ցույց տա ապացույցի, որ ինքը իրոք լավ մասնագետ է, լավ գումարներ վաստակի, թեկուզ 10-15 տարի դուրս ապրելով նոր վերադառնա իր քաղաք, իր փորձով, իր գումարներով, իր տարածումների նոր սերունդին է իր ունակություններն ու իր մասնագիտությունը սովորեցնի։ Այդ մի հատվածում։ Մյուս հատվածով մեր քաղաքի երիտասարդները իրենց քաղաքում պետք է ունենան հնարավորություն ոչ միայն կայանալու, այլ նաև ինքնաբավ լինելու ու զարգանալու։ Իսկ դա նաև կոնկրետ կապ ունի քաղաքի համաչափ զարգացման հետ։ Դա կապ ունի երիտասարդների համար հետաքրքիր աշխատանքի վայրեր, աշխատատեղեր ստեղծելու հետ, որի վրա մենք վստահաբար աշխատում ենք ու իմ համար երիտասարդությունը իդեպ ես շատ լավ գիտեմ, որ իմ էլեկտորատի
զգալի հատվածը երիտասարդներն, ես իրենց հետ շատ եմ շփվում, շատ եմ խոսում, իրենց խնդիրները բոլորը հավաքագրել եմ ու ես իրոք մեծ հույս ունեմ, որ մենք 5 տարիների ընթացքում որակապես այլ քաղաք ենք ունենալու, Գյումրին լինելով հին քաղաք, լինելու է երիտասարդ հոգով, երիտասարդների արյունով։ Շատ լավ, շնորհակալություն Վահան ջան, քեզ եմ շնորհակալ, տեսեք, ապրես, տեսեք ժողովուրդ ջան, երկրորդ էջս վերև եմ բարձրացրել, հենց հիմա ովքեր ցանկություն ունեն հետագայում երկրորդ էջից հետ լայվերին հետևեն, քանի որ գիտեք, թիրախավորված եմ ես հիմա առաջին էջով, կարող է բլոկեմ, երկրորդ էջով լայվ անեմ, խնդրում եմ հենց հիմա գրանցվեք, դե հիմա ոնց ասում է դեսերտն, հա, մի հատ հարց է տամ, տեգից են ինձի գրե, Կոմենտ կարտացի, գրած էր այդ ոչ գնացածն է ետեկի, ես դրա վառ օրինակն եմ։ Հիմի ինձ մի հատ հենց նոր WhatsApp-ով համարից գրեցին հարցը, ճիշտ ասած չգիտեմ էլ ով է, բայց մի վարյան Արամ ջան, այն մարդ չգցեք հայտ, մի վարյան թողիկ չէ, հարցերս տամ, առանց հայտարարության կներեք։ Քանի ձևակերպում եմ, երկրորդական փողոցների լույսերը հարցը ոնց է լուծելու։ Միանշանակ Գյումրի քաղաքը 5 տարվա ընթացքում չի ունենալու չլուսավորված փողոց։ Այսինքն կապ չունի, ինչ նեղությամբ ասֆալտ կա չկա, ինքը պետք է լուսավորել լինի։ Լուսավորված, չէ, լուսավորված փողոց։ Եթե դու հայտարարում ես քո քաղաքը զբոսաշրջության կենտրոն, քո քաղաքը չի կարող լուսավորություն չունենալ։ Քո քաղաքը չի կարող լուսավորված չլինի։ Չի լինելու ժամ, երբ որ քաղաքը լուսավորություն չի ունենալու։ Մենք հատուկ քաղաքի լուսավորությունը կազմակերպելու ենք այնպիսի էներգոխնայող համակարգերով, որ քաղաքի վրա ֆինանսական բեռ չլինելով, հանդերձ նաև սիրուն, գեղեցիկ լուսավորություն լինի։ Ոչ թե ուղղակի ինչ-որ մի պատի վրա տանենք մի հատ պրոժեկտոր քարոզարշավի ընթացքում, կպցնենք, ասենք վերջ մենք այս հայատը լուսավորեցինք։ Ոչ այդ լուսավորությունը նույնպես կապ ունի քաղաքի ճարտարապետական տեսքի հետ։ Քաղաքը պետք է ունենա իր խորհուրդը, քաղաքը պետք է ունենա իր նկարիչը, քաղաքը պետք է ունենա իր ճարտարապետը։ Եվ այդ համակարգով հանդերձ մենք մեր քաղաքի արտաքին տեսքը լուսավորությունից մինչև ճարտարապետություն հաս։ Մեր մտքերի մեջ, անընդհատ ու մեր ծրագրերի մեջ մենք մի գիծ էինք տալու, հա։ Մենք ամեն տարի Գյումրիում ուզում ենք կառուցել ներդրողների միջոցով Գյումրիի ճարտարապետությանը հարիր մի շենք, որի բնակարանները տրամադրենք մեր երիտասարդային ընտանիքներին, որոնք զբաղվում են գիտությամբ, որոնք արվեստի ներկայացուցիչներ են, որոնք սպորտի հաջողակ ներկայացուցիչներ են, որպեսզի տես Գյումրիում կա, չէ, Օժիտի շենքը, հայտնի շենք է, կա Գեներալսկի շենքը։ Այդ շենքերը նույնպես այդպիսի անվանումներ ունենան, որոնք տասնամյակներ անց քաղաքին տեսք ու շնորհք են բերել։ Վերջի նախավերջին է, հետո այս հարցը շատ լուրջ է, խնդրեմ էլի, ուղղակի խնդրանքս անպայման պատասխանես, որովհետև իմ համար գոնե շատ կոնֆիգուրացիաների մեջ շատ չեմ ասում, ով ում այդ կոալիցիա է անում, դա արդեն խոսացինք, պետք չի, կգա օրը կիմանանք, ով ում այդ ոնց, բանակցություններ եւ այլն եւ այլն։ Երեք քո շատ լավ հանդիպումից հետո շատ գեղեցիկ հանդիպում էր, իրոք տպավորիչ հանդիպում էր։ Այսօր ես եղա Մարդուն Գրիգորյանի բում, սենց մի հատ զռիվ հանդիպում էր, Մարդուն Գրիգորյանը մի հատ իմ համար շատ անսպասելի հայտարարություն արեց, իրոք չէի սպասում այդ հայտարարության, միշտ ինքը սենց հանդարտի մեջ ա եղել, այսօր շատ սենց սուր մի հատ բան ասեց, կուզենամ ձեր կարծիքն իմանամ դուք ինչ ձևի կպատասխանեք այդ հարցին։ Ինքը ասեց հետևյալը, որ հիմի սպեցիալնի ընդդիմության մեջ առաջատար են տանում Վարդան Ղուկասյանին, որովհետև ինքը թիրախավորված կարա լինի։ Իրա վրա կան շարքերով սենց քրեական գործեր, իրանք շատ հնարավոր է, որ անեն սցենար, երբ որ Վարդան Ղուկասյանը կհաղթի ընդդիմադիրների շարքում, իրանք քաղաքապետի մոմենտ կանեն, կձերբակալվի ու վсё, ժամանակավոր պաշտոնակատար ոնց որ եղավ բանում, Վանաձորում, այդ սցենարը աշխատցնեն, այ եթե դենց բան են, Ռուբեն ջան, դուք դենց սցենարի
պատրաստ եք ընդհանրապես вообще ոնց եք մտածում, ինչ ձևի շարժվին մարդիկ, ինչ ձև անեն, որտեղ իրոք ես էլ հենց առաջին օրվանից ասել եմ, շինծու է թե շինծու չէ, մի ոնց է այդ մարդու վրա կրուզել այդ քրեական գործերը, ռեալ կարան լուբոյ մոմենտ Նիկոլ Փաշինյանին հասկանալով ինքը ով է, ոնց է վարվում այդ դեպքում, ինքը կարա դնի ասի ձերբակալեք, всё, 7 ժամ հետո ինքը պիտի ձերբակալված լինի։ Գործով քաղաքապետին բռնեն ձերբակալեն քրեական գործով։ Ու հետո ասեն, քանի որ չկա քվորում, քանի որ չկա, ոնց որ անի Կիրովական, ես ԺՊ եմ նշանակում։ Նշանակում է Սարիգին, այս կամ մեր պայքարը sense տանում լցնում եք ջուրը։ Կարա դենց բան լինի, դուք դենց բան вообще կարացել եք մտածեք ոնց ինչ ձեր պայքար եք մենք լավ։ Արսեն ջան, բոլոր հնարավոր սցենարները հավատա մենք սցենարներով անցել ենք, բայց եկեք մի հատ ես պարոն Գրիգորյանի մտքերը թույլ տուր չմեկնաբանեմ, պարոն Գրիգորյանը իմ լավ համակարգացին է, իմ լավ բարեկամն է, հա, բայց խնդրում եմ քաղաքական իր խոսույթը թույլ տուր ես չմեկնաբանեմ, վստահ եմ դու ինքդ կարողանաս իրեն այդ հարցը տաս, ինքն է եւս մեկ անգամ հանգամանալից կբացատրի։ Բայց երբ որ դու ասում ես այդ մարդուն կարող է բռնեն, ենթադրենք դիցուկ օրինակ այդ մարդը կարող է հավաքի 51% ու ընտրվի քաղաքապետ, չէ՞։ Ինքնստիկյան ընտրվի քաղաքապետ։ Ու այդ սցենարը այդ դեպքում լինի։ Հիմա այդտեղ մենք օրինակ որպես ընդդիմության ներկայացուցիչներ ինչ ենք կարողանալու անել։ Ну օրինակ եմ ես ասում, օրինակ։ Բայց օրինակները շատ են, դրա համար ես էլի առանց Չէ, ես իմ օրինակս ասեմ, էլի։ օրինակները սպասի։ Դու քո օրինակը բերեցի, օրինակը բերեցի։ Իմ անկեղծ համոզմունքն է, որ մինչև մարտի 30-ը այս ամեն ինչի մասին խոսելը ընդամենը ջուր է լցնում իշխանության ջրաղացին, որովհետև այդ կոնֆիգուրացիաների քննարկումների մասին մենք պիտի խոսանք այն ժամանակ, երբ որ համապատասխան ձայներ հավաքեցինք ու օրինակ եկավ կոալիցիա կազմելու հարցը։ Հավատացնում եմ քեզ, որ ես իմ պատկերացումներն ու իմ կարծիքը ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջի համարների մասին հետևյալն է, բոլորն էլ գիտակից մարդիկ են ու հաստատ կգտնեն քաղաքի համար առավելագույն շահ ներկայացնող տարբերակը, որը նաև կլինի քաղաքական առումով առավելագույն շահ։ Դրա համար խնդրում եմ համբերենք մինչև մարտի 30-ը, մարտի 30-ի գիշերը ամեն ինչ պարզ կլինի։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես չասեցի, որ դու Գրիգորյանի տեղը պատասխանես, ուղղակի քո կարծիքն է ուզում հասկանալ, դե դուք դենց բան, դենց սցենար տեսնում եք։ Անկամ Վարդան Ուգասյանը ինքն է տեսնում դենց սցենար։ Մեր քաղաքական ուժը բոլոր սցենարները իր մտքի մեջ պահում է, շատ լավ հասկանում է, բայց այդ ամեն ինչի մասին խոսելը այս պահին ես նպատակահարմար չեմ։ Շատ լավ, շնորհակալություն եւ վերջինը սա ավելի շատ ցանկություն կարալի, քան թե հարց։ Իրոք ցանկություն ունեմ։ Ինչ ուզում ամսի 30-ին, ամսի 29-ից հետո լինի, խնդրանքը սա, որ սենյակում են նստեք դուք պայմանավորվելու, առաջինը դուք այն շահով գնացեք, որ ամբողջ Հայաստանը եւ դրսում անգամ բոլոր հայությունը այսօր սևեռված է ձեր։ Անձնական շահերով չարաշնորհվեք։ Որը ուզում եք երեք, այս իմ ու իմ ընկերների կողմից այս խնդրանք կա։ Առաջնորդվեք մենակ հայկական շահերով, ես ցանկանում եմ անձամբ ձեզ, որպեսզի դուք գրանցեք հաջողություն, որպեսզի մենք հպարտանանք, որ մարդիկ, ովքեր նոր քայլեր են անում, նոր ուժեր, նոր արյուն, ինքը կարողանում է ինչ-որ ձևակերպել ու բդել այս կոնֆիգուրացիաների մեջ, շատերի խաղաքարտերը խառնել իրար։ Դրա համար նորից ձեզ եւ ձեր թիմին ցանկանում եմ ոչ թե ուղղակի շեմ հաղթարեք, այլ բավականին գործոն կարողանաք լինեք ապագայում քաղաքապետարանում։ Շնորհակալություն մեզի հյուր գտնվելու համար, ժամանակ գտնելու համար։ Արսեն ջան, առաջ Աստված, հուսով եմ ամեն ինչ լավ է լինել։ Ձեզ մերսի։ Пока-пока։ Նա վերջը կարամ հայտարարությունը դրա, հայտարարությունը շուտ է ուզում անել ժողովուրդ ցավները տանեմ